Բարև ձեզ, սիրելի պրոֆարմցիներ եւ հետևորդներ, հուսամ լավ եք։ Մենք շարունակում ենք պրոֆարմի շրջանակներում իրականացվող հարցազրույցների մեր շարքը ու կրկին անգամ պիտի հիշեցնեմ, որ պրոֆարմը Շվեդիայում ապրող հայ մասնագետների LinkedIn-յան հարթակն է։ Ու մեր նախորդ հարցազրույցների ընթացքում արդեն հանդիպել ենք Շվեդիայում ապրող մի շարք մասնագետների հետ, այդ թվում մաթեմատիկոսների, դեղագործների, բժիշկների, ուսուցիչների հետ։ Ու այդ հարցազրույցներին կարող եք ծանոթանալ LinkedIn-յան մեր հարթակում, ինչպես նաև YouTube-յան ալիքում պրոֆարմի։ Իսկ այսօրվա մեր հյուրերը, որոնց սիրով կուզենամ ներկայացնել, դա գիտության ոլորտի աշխատողներն են։ Դա Ալեքսանդր Չրչյանն է եւ Ելենա Վարդանյանը։ Չատրչյան, Ալեքսանդր Չատրչյանը, կներեք։ Երկուսն էլ գիտնականներ են, գիտությունների տեխնացու, Ալեքսանդրը ֆիզիկոս է եւ ֆիզիկան կիրառում է կոսմոսը հասկանալու, հետազոտելու գործում, բավականին բարդ եւ լուրջ մասնագիտություն է, որի մասին հուսամ այսօր շատ ավելի կիմանա։ Ելենան նույնպես գիտությունների տեխնացու է, ինժեներական գիտությունների տեխնացու թերևս։ Ելենայի մասնագիտությունը եւս բավականին բարդ է ու նկարագրելու իմաստով նույնպես։ Ինչպես ես հասկացա, Ելենան մաթեմատիկական գիտությունները կիրառում էներգետիկայի ոլորտը ուսումնասիրելու համար եւ էներգետիկայի շուկան բնութագրելու եւ վերլուծելու համար։ Կարծում եմ մեզ կպատմի ավելի մանրամասն դրա մասին։ Շատ ուրախ եմ, որ հրավերն ընդունեցիք եւ ժամանակ գտաք մեզ համար։ Դե ինչ, երևի սկսենք մեր հերթական հարցով։ Կխնդրեմ կարճ ներկայացնեք ձեզ, պատմեք մի քիչ ձեր մասին։ Ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը, ինչպես եկաք Շվեդիա։ Հաճույքով ուզում եմ խոսքը փոխանցել ձեզ, երևի սկսենք Ելենայից։ Խնդրեմ Ելենա։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Շատ հաճելի է լինել այստեղ մասնակցել այս ծրագրին, հարցազրույցին։ Նախ պիտի ասեմ, որ այնպես չէր, որ շատ այսպես հատուկ Շվեդիան էր ընտրված ու հատուկ պիտի գայի Շվեդիա ինչ-որ բան անելու համար։ Ուղղակի եկավ, պահը հասունացավ, այնպես ստացվեց, որ հենց նախագիծը, որը շատ հետաքրքրեց ինձ, Շվեդիայում էր։ Ու ասեմ, հա, այսպես թեթև թե ինչ մասնագիտություններ ունեմ ու այսպես ոնց պահը հասունացավ դեպի նույնիսկ PhD անելու, հա։ Սկզբում ավարտել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը ֆիզմատ բաժին, մաթեմատիկան որպես, հա, հիմնական ուղղություն, ու այնպես ստացվեց հետաքրքիր էր, որ մի տեսակ բան էր, երբ որ մենք ավարտեցինք, չնայած ես կարմիր դիպլոմով եմ ավարտել, բայց օպտիմիզացիա էր գնում, ու այսպես ուսուցիչների մի բանը կրճատում էին, այսինքն հնարավոր չէր նույնիսկ ուսուցչի աշխատանք գտնել, այսինքն ու այսպես ստացվեց ու ես շատ բուրըն ամբիցիաներով, այսինքն նստել տանը կամ հնարավոր չէր դա, այսպես փնտրտուրքների մեջ, հետո իմացա ամերիկյան համալսարանի մասին Երևանում։ Ու նոր էր այդ տարիներին, չէ՞, ամերիկյան համալսարանը բացվել։ Չէ, 91-ին էր բացվել, ես 2005-ին եմ ոնց որ ներառվել, ահագին ժամանակ կար արդեն, բայց չգիտես ինչու ես պիտի ասեմ, որ շատ վատ գիտեի դրա համար, ու այսպես պատահական ոնց որ նոր տարվա այցով Երևանում հորաքրոջս տանն էի, ու այդպես ստացվեց, որ սկսեցինք զրուցել, որ հորաքրոջս փեսան ուզում է այդտեղ ընտովի, ու ես այդպես պատահական իմացա ամերիկյան համալսարանի մասին, բայց չնայած, ասենք, իմ ընտանիքը հարուստ չէր, սովորական միջին ապրող ընտանիք, որը որ պիտի նստենք ու քննարկեինք, արդյոք կարող են ուսանող պահել։ Վճարով էր, չէ՞, ամերիկյան համալսարանը վճարով էր, այո։ Ես հիշում եմ, որ այսպես նստած դե ընտանիքս, որ բոլորը պիտի տնտեսեն բոլոր ուղղություններով, որպեսզի ես սովորեմ այնտեղ, եթե իսկապես ընդունվում եմ նաև ու այնտեղ կար նաև քննություն էլ, պիտի ասեմ, որ անգլերենս համարյա 0 է, ու 2 ամսից անգլերենի քննություն պիտի տամ, ու նաև մաթեմատիկայի հետ կապված քննություններ, որ այն ժամանակ GRE, GMAT էին կոչվում, նայած որ բնույթի ես ընտրում, դա ու ես այդ ամեն ինչին այնքան ցանկությունը մեջը, հա, որ պիտի շարունակեմ, որ այդ ռիսկին ես գնում եմ, որ այո, ես կփորձեմ ամեն ինչ հաղթահարել, բայց բնական է պիտի ընտանիքով հասկանանք այդ տնտեսական բանը, հա, ծախսերը մեր ընտանիքի համար է, որ թե չէ, ու որպես այսպիսի հայ ընտանիք, եղբայրս էլ, որ հայրիկիս հետ, որ հա մենք կփորձենք ամեն ինչ, որ ես
ու ես էլ այսպես հիշում եմ, որ ասեցի, դե այնտեղ զեղչեր կան, ես կփորձեմ այդ զեղչերից օգտվել, չգիտեմ, լավ սովորելու արդյունքում։ Հիշում եմ հայրս ասեց, ամբողջ Երևանում, այսինքն այդպիսի ուսանող չկա, որ դե քիչ էր էլի այդպես հավանականությունը, որ ու այդպես ծիծաղեցինք, որ դու պիտի գնաս ոնց որ զեղչի տակ ըննես, բայց այդպես ստացվեց, որ իսկապես ընդունվեցի ու զեղչերով եմ ավարտել, ես շատ քիչ եմ վճարել, ամենակիչը եղել է 60% զեղչի տակ, ասենք միշտ 70-80%, որ շատ ու հսկայական ես։ Այդ երկու ամսում համ անգլերեն սովորեցի TOEFL-ի համար, համ GRE-ի համար։ Դե GR-ին սկզբի համար չէր, մի քիչ իրենց տարբերությունը, ոնց որ Գարնանը պիտի անգլերենը հանձներ, ու հետո ամերիկյանը ուներ նախապատրաստական ծրագիր։ Այսինքն այդ անգլերեն այդ 2 ամսում ես հասցրեցի ոնց որ այդ շեմը, որ ես կարող էի մասնակցել հաջորդ իրենց կազմակերպած արդեն 6 ամսյա ծրագրին, որ էլի լավացնում էին անգլերենը, որը որ պատրաստում էին անգլերենը արդեն ծրագրերի համար, հատուկ ֆակուլտետներում ում ինչ անհրաժեշտ էր։ Այսինքն հետո էլ ես ուղղակի այդ շեմը ապահովեցի 2 ամսում, անհատական այսպես գիշեր-ցերեկ պարապելով, որ հետո ես կարողանայի արդեն բանում, հա, այդ նախապատրաստական ծրագրում ընդգրկվելով ու զուգահեռ արդեն դրա հետ GR-ի պարապելով, դե GR-ին մի քիչ ավելի շատ ես մաթեմատիկ էի, ինչ որ մաթեմատիկա չպիտի սովորեի այնտեղ, ուղղակի Բայց այնտեղ կան տրամաբանական մաս ընդեղի, հա, ես կարողանում էի հաղթահարել։ Ամենամեծ խնդիրը, որ անգլերենս այդքան ուժեղ չէր։ Ուղղակի մաթեմատիկային տվյալներն այնքան շատ էր, որ ես հասկանում էի, որ խնդրից ինձանից ինչ կպահանջեն։ Ըստ այդմ ասենք ու ընդ որում ես շատ բարձր եմ հավաքել GR-ին, ինձ հետո բան հրավերք էր եկել Ամերիկայից ինչ որ բան մասնակցելու, մրցույթի մասնակցելու կամ բան, որտեղ այդպես ստացվեց ու այո, այսինքն ամբիցիոզ եւ նպատակասլաց այդպես այն սերունդի մարդկանցից իսկ ֆակուլտետը որտեղ սովորեցիր որն էր ամերիկանում ամերիկյան ֆակուլտետում ես ինժեներության բաժին ինքը կոչվում էր Industrial Engineering and Systems Management, որը որ ու հենց այդտեղ իմ մոտ մինչև այդ ես պիտի ասեմ որ Գյումրիում ստացած կրթությունս յուրահատուկ է եղել մինչև հիմա այդքան մասնագետ ունենալով հանդերձ ես պիտի ասեմ որ լավագույն պրոֆեսորները ես ունեցել եմ Գյումրիում այն որ կգային մի կտոր կավիճով ու ամեն ինչ դուրս կբերեին նաև ընդգրկվելով ամբողջ կուրսը ես այնտեղից եմ սովորել քայլ առ քայլ մտածելակերպ դուրս բերել մեկը մյուսից ոչ թե անգիր անել այլ հասկանալ որը որ շատ օգտությունը հաստատ շատ հետո ամերիկյանի կրթությունը ինչով էր հետաքրքիր որ այդ ամեն ինչը որ տեսական էր այնտեղ դե մեր մոտ հատկապես մաթեմատիկա ֆիզիկա տեսական ուղղվածություն շատ ավելի շատ է քան կիրառական իսկ ամերիկյանում ոնց որ ամերիկայից եկած այդ ուղղվածություն կար որ կիրառականն էր ավելի շատ զարգ տրվում օքեյ գիտես այս ամեն ինչը արի կիրառենք ու դա ավելի հետաքրքրեց, որովհետև չոր մաթեմատիկան մի բան է, բայց երբ որ կիրառում ես ու հասկանում ես ոնց կարող ես աշխատանքը լավացնել, չգիտեմ, եկամուտ։ Ինչի համար ես դա սովորել։ Այո, ինչի համար, շատ հետաքրքիր է շա։ Ու օպտիմիզացիայի բաժինը շատ հենց այն բաժիններ, որ ամենաշատն էր ինձ գրավում։ Օպտիմիզացիայի խնդիրները, կիրառությունը տարբեր ոլորտներում։ Ու այդպես որ ես ավարտեցի մի տարի աշխատում էի բանում Հայաստանում մի հատ էլ մասնագետ ունեինք, շատ լավ մարդ էր, փոքր, այն ժամանակ դեռ մեր ծրագրի մեջ էլ ինժեներական շատ ինչ-որ մի հատ փոքր կուրս կար, որը սովորեցնում էր քամու և արևի պանելների մասին, բայց ավելի շատ քիմիական ուղղվածություն ուներ, ասենք թե պանելը քիմիական ինչ բաղադրություն ունի կամ չգիտեմ ինչ, ասենք քիչ էր այն ուղղվածությունը, թե ոնց ես էներգիան ստանում, որ դա ալտերնատիվ էներգիա է, որ չես աղտոտում միջավայրը եւ այլն Մի հատ մասնագետ ունեինք, ինքը հրաշալի հայ մասնագետ, ինքը եկել էր Ամերիկայի լաբորատորիայից, այդպես է կոչվում NREL, National American Laboratory, ու ինքն էր մի մասը, հենց այդ կիրառական մասը ինքն էր կարդում։ Ու հետո որ այսպես ու իրենք Ամերիկայից եկած իմ պրոֆեսորները շատ խթանեցին, որ դու պարտադիր պիտի անես, ընտանիքս էլ պատրաստ չէր, որ ես պիտի հեռու լինեի, ես էլ պատրաստ չէի, որ մենակ պիտի հեռու լինեմ իմ ընտանիքից։ Բայց այդպես եկավ, հետո պահը հասունացավ, հետո այդտեղից եկար Շվեդիա արդեն, թե որտեղ ես շարունակել դրանից հետո։ Պիտի, չէ, չեմ բան եմ արել, բայց ավելի շատ սկզբում ուղղվածությունը Ամերիկան էր, չնայած հիմա շատ ուրախ եմ, որ Ամերիկա չի եղել, որովհետև Եվրոպան թեկուզ այն նրա համար, որ մոտ է Հայաստանին, շատ ավելի ճիշտ ուղղություն էր, բայց Ամերիկայի ընդունելը, եթե չունես շատ դժվար է, այնտեղ
նախ հենց այնպես առանց ինչ-որ մարդ ունենալու այնտեղ, հստակ ինչ-որ պրոֆեսոր, որ քեզ գիտի եւ այլն, որտեղ Ամերիկայում սովորել պիտի կամ research assistant լինես, կամ teacher assistant լինես, ու հենց դրսից գնաս շատ բարձր բալեր պիտի հավաքես, հենց GMAT-ից կամ GRE-ից, որը որ մաթեմատիկան մասը դա խնդիր չէ, բայց որ գալիս է հենց vocabulary մասը, նույնիսկ native-ները չեն կարողանում այդքան հավաքեն։ Բայց առաջի երկիրիդ ո՞րն էր, որ փաստորեն Ամերիկայից հետո գնացի։ Ամերիկայում էի, Ամերիկայում փնտրում էի, բայց ես չկարողացա այնտեղ ընդունվել, չնայած շատ բարձր, ինչքան որ հնարավոր էր ունեի այդ բաները, թե TOEFL-ը, թե GRE-ին։ Հետո որ հասկացա, որ այնտեղի համար այդքան էլ երևի մրցունակ չեմ, շեղեցի, հա, այսպես վեկտորը դեպի Եվրոպա ու շատ արագ ստացվեց, մի քանի տեղից հրավերք ստացա, ու մեկը հենց KTH-ն էր։ Ու ես հենց այդ պրոֆեսորը Ամերիկայից Հայաստանում էր, ես վերցրեցի այդ ու ինձ համար շատ բաներ, որ թեման հենց օպտիմիզացիայի կիրառումն է, ես պիտի աշխատեի հիդրոէներգիայի պլանավորման հետ, երբ որ քամին շատ էր, ու պիտի լիներ պլանավորում անորոշության տակ։ Այսինքն հիդրոէներգիայի պլանավորում, երբ որ քամին շատ է, քամու պատերում ոնց է աշխատում հիդրոէլեկտրակայանը։ Այո, որտեղ քամին առաջացնում է շատ անորոշություն։ Քամին կանխատեսել է քամու էներգիան շատ բարդ է։ Դրա համար հետևաբար իսկ հիդրոէներգիան ինքը ունի այդ պոտենցիալը, որ բալանսավորի այդ բանը, անհավասարությունը քամու։ Մասնագիտության մասը դեռ կխոսենք, ու այդպես հայտնվեցի Շվեդիայում, ստեղ արեցի քո PhD-ին։ Այո։ Այդպես ստացվեց։ Ու որ ֆակուլտետն էր, KTH-ի որ ֆակուլտետն ավարտեցի։ Հենց electrical engineering է, բայց division-ը հենց կոչվում է electrical power systems։ Այսինքն այդպես դարար հենց այդ մասնակետը, որ այսօր կա։ Ու այսինքն ես հենց մտա այնպիսի մի բաժին, որի մասին ոչինչ չգիտեի, պիտի ասեմ, որտեղ էլեկտրաէներգիայի շուկայում պիտի ես աշխատեի, իսկ որպես սպառող մենք Հայաստանում այդ ժամանակ դեռևս շուկա չունեինք, որ գոնե որպես սպառող այդ իդեային ծանոթանաս, հա, գաղափարին։ Քո օպտիմիզացիայի գիտելիքով մտա այդ ասպարեզ։ Այո, մաթեմատիկական գիտելիքով ես կասեի օպտիմիզացիա իմանալու, ու իրանք քանի որ ստոքաստիկ օպտիմիզացիայի հետ պիտի մասնագետ, հա, պոտենցիալ ասենք թե բանը տեխնացու շնորհակալ եմ աշխատեր, հետևաբար իրենց հենց մաթեմատիկ էր պետք։ Ինձ դրանով եմ ես ուժեղ եղել, կարծեմ 82 դիմորդ է եղել, հենց իրենք ինձ ընտրել են, որովհետև հենց մաթեմատիկական գիտելիքների համար։ Իսկ Հայաստանում չես աշխատել։ Հայաստանում մինչև այդ մի տարի աշխատեցի մի հատ համալսարան կար այնտեղ էի աշխատում, հենց տնտեսագիտության ոլորտներ էլի, բայց կարճ տևեց այդպես։ Հետո ես բան արեցի, արդեն ընդունվեցի ու տեղափոխվեցի արդեն PhD անելու։ Իսկ մաթեմատիկայով միշտ ես զբաղվել դպրոցից սկսած թե։ Հետաքրքիր էր, գիտես այդ ամեն ինչը, որովհետև դպրոցից սկսած ես ավելի շատ արտիստիկ մարդ եմ ու հայոց լեզու գրականություն շատ սիրել եմ։ Երենան շատ լավ ասմունքում ով չգիտի ասեմ։ Ու միշտ այն ժամանակ էլ ես նաև երգում էի, ես նաև պարում էի, շատ հետո դաշնամուրի էի գնում, բայց հետո այնքան հետաքրքիր է կյանքը մի տեսակ, ես միշտ եմ հիմա ասում, որ ես հիմա էլ արտիստի ավելի շատ հոգի ունեմ, առանց երաժշտության չեմ կարող, ամեն ինչը այդ շատ ավելի շատ եմ զգում խորությամբ, քան գիտությունը։ Միշտ գոլեգաներից հետ էլ որ խոսում եմ, ասում հնարավոր չեղավ արտիստ դառնալը, ստիպված դառա գիտնական։ Բայց ուզեմ ասեմ այն ժամանակ այդքան շատ չէր այդ ուղղվածությունը մաթեմատիկական, ես չէի ասել, ուղղակի որպես պարտաճանաչ աշակերտուհի բոլոր շատ լավ սովորել եմ ու կարողանում էի նաև։ Իսկ ես ասեցի, որ երաժշտություն շատ սիրում էի, դաշնամուր էի նվագում, բայց հետո ես այն Հայաստանի բանից եմ, հա, մարզից եմ, որ երկրաշարժ տեսած, չգիտեմ ինչ եմ, որ կորցրեցինք ամեն ինչ, նույնիսկ ուսուցչի գալն էր պրոբլեմ, այդ տարիներին տնտեսական առումով այնպես չէր, որ ամեն օր ծնողներս կարողանային ինձ տանել Գյումրի, որ ես կարողանայի շարունակել։ Այսինքն այդ ամեն ինչը խոչընդոտեց, որ այդ մասը թուլացավ, հա, արտիստիկ մասը, ուղղակի մնաց որպես հոբի, իսկ ուրիշ այդ ծանր տարիները շատ բան արեցին, որպեսզի հա, փոխվում էր, նպատակասլաց եւ ուժեղ լինի։ Հա, բայց կյանքը այդպես է։ Պիտի բան անես։ Հա, չեմ տխրում, բայց ուզեմ ասեմ, այնպես չէր, որ հենց սկզբից առաջի դասարանից դա այդ ուղղությունը խիստ բան էր, նկատելի էր։ Ամեն դեպքում շատ հաջողված եւ նպատակասլաց մարդու օրինակ ես կարծում եմ բոլորի համար։
շատ ուրախալի եւ երեխաներին ոգեշնչելու համար շատ միշտ կարելի է քեզ օրինակ բերել։ Շնորհակալ եմ։ Իսկ հիմա անցնենք Ալեքսանդրին, որի ազգանունը ի սկզբից սխալ ասեցի, կներես Ալեքսանդր։ Քո ազգանունը իմիպես բարդ ազգանուն է, Ալեքսանդր Չատրչյան, ֆիզիկոս։ Ես քեզ շատ քիչ ենք շփվել, ու ես շատ հետաքրքիր է, շատ կուզենամ ավելի շատ իմանալ քո մասին նաև։ Խնդրեմ, դու ինչպես դարձար ֆիզիկոս, քո անցած ճանապարհը, գիտեմ, որ տարբեր երկրներում ես սովորել, հաճույքով կուզենանք լսել քո մասին նաև։ Հա, մերսի շատ նախ էլի շնորհակալություն հրավերի համար ու ընդհանրապես նախաձեռնությունների համար, նաև նոյեմբերյան հանդիպումը շատ շատ հաճելի է։ Մենք ենք շնորհակալ, որ մասնակցում եք։ Հա, հա, նու ես ֆիզիկոս եմ ու ես էլ երևի դպրոցից տենց մաթեմատիկան իմ համար ամենաերևի սիրելի առարկաներից էր ու մաթեմատիկայի կիրառությունները տարբեր այլ խնդիրների համար տարբեր բնագավառներում ես 7-րդ դասարանում տեղափոխվել եմ 114 դպրոցից Երևանի Քվանտ վարժան, էլի Երևանի ու այնտեղ հնարավորություն եմ ստացել մի քիչ ավելի խորացնել գիտելիքները ֆիզիկայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի մեջ, որտեղ այնտեղ կային խմբակներ հատուկ դրա համար։ Իսկ այդ սկներից հարցն է։ Իսկ այդ սերը մաթեմատիկայի, ֆիզիկայի հանդեպ ինչ որ կերպով ընտանիքից է եկել, թե ինձ թվում է, հա, որովհետև երկու ծնողներս էլ ֆիզիկոս, մաթեմատիկոսի կրթություն են ստացել, այսինքն գենետիկ մակարդակի վրա է եղել կոմ։ նո, ինձ թվում է, հա։ Հա, հա։ Քվանտ, ասեն քվանտեսն է, հասան քվանտ։ Հա, հա, նո քվանտում նույնիսկ ֆիզիկան այդքան ավելի քիչ էր գրավում, քան մաթեմատիկան ու ինֆորմատիկան իմ համար բացահայտում էր, այսինքն համակարգչով խնդիրներ ինչ որ լուծել, օգտագործելով մաթեմատիկան։ Տենց չի կողմնորոշվում ֆիզիկայի ուղղությամբ շարունակել, թե ինֆորմատիկայի, որտեղ ինֆորմատիկայից էլ նույնիսկ ավելի ոնց որ լավ էր ստացվում մոտս։ Քվանտը ասել հավասար այդ հիմքը դնում էր, ձեր մաթեմատիկա, ֆիզիկա եւ ինֆորմատիկա զուգահեռ գնում։ Հա, ինքը հնարավորություն տալիս էր, հա, այնտեղ տենց օլիմպիական խմբակներ կային ու իրանք հնարավորություն տալիս են ոնց որ զգալ։ Որնակոնը։ Հա, բայց այդ բան թվաց որ բնական գիտությունները մի քիչ ավելի հետաքրքիր են, տենց բարդ որոշում կայացրեցի, որոշեցի ֆիզիկայով շարունակել։ Ընդունվեցի ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ, այնտեղ բակալավրատուրան եմ ավարտել, ես էլ իրական Ելենայի նման փորձում էի արտասահմանում համենայն դեպս փորձել այնտեղ ընդունվել ու սկզբում ԱՄՆ-ի համալսարանն էի փորձում, նու ինչ որ մի քանի անգամ փորձեցի չստացվեց, իսկ բակալավրի վերջում այդ որոշեցի Գերմանիա փորձել, որտեղ հատուկ ծրագիր կար Գերմանիայի հետ, DAAD-ը կոչվում, որը ժամանակ շատ տարածված է։ հա, ինքը մասնավորապես հնարավորություն է տալիս Հայաստանի ուսանողներին ոնց որ ուսումը շարունակել Գերմանիայի բուհերում, իրենց կրթաթոշակով ապահովում նու վիզա, լեզվի հարցեր, այլ կարևոր լեզվի կուրս եւ այլ շատ կարևոր հարցերով օգնում է։ Ու քանի որ ասենք ուսման վարձնը Գերմանիայում իրականում համարը բացակայում է համեմատած որոշ այլ երկրների հետ, բավականին հարմար տարբերակ էր ու այդ ծրագրով ընդունվեցի Հայդելբերգի համալսարան։ Այնպես չի, որ ով ասես կարող էր ընդունվել, հաստատ դու շատ լավ առաջադիմություն ունեիր դրա համար։ Նու իմ հետ մոտավորապես 9 ուրիշ ուսանող տարբեր բնագավառներից ընդունվել, այսինքն հա ինչ որ ընտրություն է կատարվում ու այդ ում ընտրում են իրենց այդ կրթաթոշակով ապահովում են, հա։ Աստորեն դու Ելնայի նման հայտնվեցիր Եվրոպայում։ Այդ Ամերիկայի պահի հետ կապված պետք է պատմեմ, որ երևի թե մեր ժամանակներում, չնայած Ալեքսանդր ավելի երիտասարդ է, բոլորս էինք փորձում ինչ-որ կերպ Ամերիկա գնանք, որ մասկի ծրագիր կար այդ ժամանակ, ես էլ այդ մասկիով էի ուզում գնալ։ Ու մի հարցազրույցի մի փուլը ամերիկյան համալսարանում էր անցնում մի խումբ մարդկանց հետ։ Այդ հարցազրույցի ժամանակ մի կին ինձ ասում է. «Իսկ ինչու ես ուզում գնաս Ամերիկայում սովորես։ Մենք ստեղ ամերիկյան համալսարան ունենք, ստեղ սովորենք»։ Ես էլ ինչ կորսեցի, սկսեցի ամերիկյան համալսարանի մասին ինչ ասեցի, Լավ թե վատ։ վատ, որ այնտեղ շատ ավելի լավ հնարավորություններ են ամերիկյան համալսարան անունը հանել, բայց այս չի, դուրս եկա, պարզվեց դա ամերիկյան համալսարանի ռեկտորն էր։ Okay։ Եվ այդ իմ նպատակային ֆունկցիայի վրա քարկացվեց, այդպես էլ չկարողացել։ Բայց եթե անկեղծ Ամերիկա գնալու համար ես հենց այնպես չէ որ երկրի համար, ուղղակի երևի ամերիկյան համալսարանի կամ այդ կապը արդեն ավելի շատ գիտեի այնտեղի
համալսարանների մասին, որովհետև այնտեղից պրոֆեսորներ ունեին, որ գալիս էին։ Դրա համար էր իմ Դե աշխարհի առաջատար երկին է գիտության իմաստով, Գիտություն, հա, պետք է ասեմ, որ ասենք կա նման բան։ Հետո այնտեղ կան այդ ասենց ասած top համալսարաններ, շատ ուժեղ, որտեղ իհարկե կարիերայի համար շատ որտեղ վճարը աստղաբաշխական է։ բայց Ընդունելը այդքան էլ դժվար չէ, ես Այո, ընդունել հնարավոր էր, բայց վճարը իհարկե Դրա համար ասեցի պիտի կամ ունենաս teacher assistantship, որ քեզ աշխատավարձ ստանաս, կամ research assistantship, թե չէ հնարավոր չի։ Ինչևէ, կարծում եմ Եվրոպան շնորհակալ է, որ մենք ստեղ հայտնվեցինք։ Ալեքսանդր, հասանք Գերմանիա։ հասանք Գերմանիա։ Հա, դե Գերմանիայում Հայդելբերգի համալսարան ընդունվեցի, այդտենց ուսանողական քաղաք է, բայց շատ մեծ ու հին համալսարան ունեն այնտեղ։ Տեխնիկական հենց։ Չէ, ինքը ընդհանուր բոլոր բնակավարները ներկայացված են, բժշկությունն է շատ ուժեղ, բայց ֆիզիկան էլ բավականին ուժեղ է այնտեղ։ Ու ես այնտեղ մագիստրատուրան եմ արել, միանգամից տեսական ֆիզիկա ու հետո նաև հենց նույն խմբում, որտեղ թեզս էի գրում մագիստրոսական, նաև ընդունվել եմ որպես PhD ու վերջում ստացել եմ այդ գիտությունների տեխնացուի աստիճան։ Այդ ամբողջ իրացքում, օրինակ Շվեդիայում PhD-ները աշխատավարձ են ստանում։ Գերմանիայում էլ այդպես աշխատավարձ ստանում եք PhD-ի ընթացքում։ Հա, աշխատավարձ ստանում եմ։ Դա 2/3-ն է ոնց որ ստանդարտ աշխատավարձի, ասպիրանտին ծախսերը կարող էի հոգալ։ Հա, չէ։ Իսկ երբ որ եկար Գերմանիայում master PhD անելու հայկական պետական համալսարանից հետո, քո գիտելիքների բազան ինչպիսին էի դու գնահատում։ Հայերենն ասեց, որ շատ Տիանը շատ լավ է, արդարացրել է իրան։ Դու ինչպես էիր գնահատում քո բազան։ Ну, ես սենց կասեմ, ինչ որ առարկաներ, մեծ մասը երևի առարկաներ, որոնք ես ԵՊՀ-ում անցել էի, բավականին որակով էին ու ամուր բազա են տվել, որ այն ամեն ինչով հանդերձ, որ ամեն ինչը ստեղ ուրիշ լեզվով էր, տերմիններին ծանոթ չէի, բնականաբար, միևնույնն է, ինչ որ պայս, հա, ես դրա մասին է խոսքը, ես հիշում եմ անցել ենք, այսինքն տենց որակյալ իհարկե կուրսեր անցել եմ ԵՊՀ-ում, ինչ որ առարկաներ կային, որտեղ բացեր ունեի, հա, ինչ որ այսինքն Բայց խնդիրներ չուներ հիմնականում։ Բայց մեծ հաշվով, հա, տենց այդ ու դա ինձ թվում է անխուսափելի է ընդհանուր ցանկացած համալսարանից ուրիշ համալսարան տեղափոխվելուց, բայց կարամ ասեմ, որ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը ամուր ոնց է բազա, հա, տվել է ինձ։ Լեզվական խնդիրները իհարկե հանդիպում են, որ ասում եմ HSS-ը, երբ պատմեմ, երբ որ ես այդտեղ ստացի սովորել, բավական անգլերեն գիտեի, բայց սարսափելի բարձր մակարդակի չէ։ Ու վիճակագրության կուրս էի վերցնում էկոնոմետրիկայի, դասախոսը ասում է, as a rule of thumb, ուսուր ասում է, thumb-ը ինչ կապ ունի, հեչ ոչ մի ձև չի հասկանում, թե ինչ է նշանակում։ Հիմա կարծում եմ բոլորս այդ խնդիրներին ինչ որ ձևով բախվել ենք։ Իմիջիալից գիտեք ինչ է նշանակում։ Եկեք լսողներին էլ ասենք, ինչ է as a rule of thumb։ Rule of thumb-ը։ Հայերեն ոնց կա։ Որպես օրենք, հա։ Որպես օրենք, հա, որպես օրինաչափ։ Հա, որ պիտի ընդունես, էլի։ Ինձ համար բավական անհասկանալի արտահայտություն։ Ֆրազա է, որ այդ անգլերեն ֆրազան պիտի իմանաս, որ հենց այդ է։ Այս բութը թարգմանելով բառ առ բառ բնականաբար չի օգնի։ Շատ անհասկանալի է, թե ոնց պիտի կիրառեի։ Ինչ որ սկզբնական շրջան կա, որ այդ ամեն ինչ ոնց որ մի քիչ տարօրինակ է թվում, բայց հետո ես այդ շրջանը արդեն Ամերիկայում անցել։ Դրա համար խնդիր չէր արդեն այստեղ։ Եվրոպայում արդեն այդ առումով հեշտ էր։ Այդ ես արդեն Ամերիկանում առաջի տերմին էի հաղթահարել։ Այսինքն as a rule of thumb, դու սկզբից գնաս Ամերիկա, հետո գաս Եվրոպա, որպեսզի այդ հարցը լուծի։ Չէ, Ամերիկայում թե ամերիկյան համալսարանում։ Ամերիկյան կներես։ Համալսարանի նկատի ունեի սովորելուց։ Ալեքսանդր, փաստորեն դու Գերմանիայում նաև PhD ես արել, հա? Հա։ Գերմանիայում PhD եմ արել, ну, մեր բնակավարում դուք գիտեք, բայց ով չգիտի, հիմնականում PhD-ից հետո միանգամից համալսարանում աշխատանքի անցնել հնարավոր չի, որովհետև նու նախ այդքան հաստիկներ չկան ու համարվում է, որ նու այդ պահին դեռ այդքան փորձ չունի, այսպես ասած ասպիրանտը նորաթուխ, որ ինքնուրույն գիտական աշխատանք ծավալի, իր խումբը ունենա, դասավանդի եւ այլն, դրա համար այդ post-doc-ների հասկացությունն է, որ դա մեր բնակավարում 2-ից 3 տարով սովորաբար ինչ որ համալսարաններում աշխատանքի է անցնում ու այդ ընթացքում ոնց որ պետքա փորձ հավաքի ու իրան պատրաստի այդ կարիերային, հա։
ու տենց է հիմա երկրորդ postdoc-ն է, առաջի postdoc-ը Համբուրգ քաղաքում եմ արել, էլի Գերմանիա, տենց աստիճանաբար ոնց որ մոտենում էի, այնտեղ հա, տենց գիտահետազոտական կենտրոն կար մեծ Գերմանիայում, ու հետո երկրորդ postdoc-ի համար տեղափոխվել եմ 1.5 տարի առաջ մոտավորապես ուրեմն Ստոկհոլմ։ Այսինքն շատ երկար լուրջ ճանապարհ ես անցել, այնպես չի որ ասեն մի օրում հանգիստ դարձար ֆիզիկոս, իսկ սկսեցիր կոսմոս ուսումնասիրել։ Դա լուրջ աշխատանք է։ Հա, ինքը բավականին երկար ճանապարհ է ու տենց իհարկե ես էլ բացարձակ գաղափար չունեի որ այդտեղ կհայտնվեմ այսօր, այսինքն մի քիչ անկանխատեսելի ճանապարհ է, որ այդ որ նրա պատճառով պետք է մի երկրից ուրիշ երկիր տեղափոխել, բայց դե հա, հələ որ։ Իսկ այսօր որտեղ ես աշխատում, ո՞նց է կոչվում քո Հա, հետազոտական։ ես աշխատում ինստիտուտը Նորդիտը է կոչվում, Nordic Institute for Theoretical Physics, այսինքն ինքը տեսական ֆիզիկայի ինստիտուտ է, ավելի սկանդինավյան երկրների մասնակցությամբ, ոչ միայն Շվեդիայի, ինքը նույնիսկ առաջ Կոպենհագենում էր, բայց ինչ որ բար տեղափոխվել է Ստոկհոլմ, ու բայց այդ ինստիտուտը հենց գտնվում է Ալբանո կամպուս, այսինքն այստեղ էլի ուրիշ Ստոկհոլմի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետերն է, նաև KTH-ի բաժիններ կա, այսինքն ոնց որ շատ համագործակցություններ կան մյուս համալսարանների ֆիզիկայի։ Հիմնականում postdoc-ին անում այդտեղ մարդիկ այդպես է։ Այստեղ ուրեմն մեր ինստիտուտում, հա, մի քանի կա պերմանենտ գիտաշխատող, մեծ մասը հա postdoc-ներ են, հա։ Ես նայեցի մի փոքր, դարձել 50-ից 200 աշխատողի սահմաններում ունի Նորդիտան Ստոկհոլմը այդ կարգի։ Մոտավորապես այդ կարգի է, հա, ու տարբեր ուղղություններ կան, իմ ուղղությունը կոնկրետ միակ ներկայացված ուղղությունը չի, բայց տեսական ուղղություններ է հիմնականում, այսինքն կոնկրետ էքսպերիմենտ չկա այստեղ մեր ինստիտուտում, այ տարբեր տեսական ֆիզիկայի ուղղություններ, ասենք աստղագիտություն, պինդ ֆիզիկա, քվանտային ֆիզիկա։ Այդ դրա մասին էլ հիմա խոսենք։ Երևի այդ մասը չհարցրեցինք, դե հիմա դու որտեղ ես աշխատում։ Rice Research Institute գիտեմ, բայց մի քիչ ավելի ինքը Research Institute of Sweden, Research Institutes, որովհետև ոնց որ մի քանի տարի է ինքը ինչ կազմավորվել է, ինչի է Research Institutes, որովհետև մի քանի ինստիտուտներ միացել են ու այդպես մի կառույց են բան արել, կազմել։ Տարբեր ոլորտների են այդ ինստիտուտները, բոլորը Ներեք, մենք տարբեր ճյուղեր ունենք, այսինքն ամեն ինչ այդտեղ է, ինչի մասին որ կարելի ուսումնասիրել։ Այսինքն, ու բայց Rice-ը շատ ավելի մեծ է, քան Նորդիտան, ըստ քանակի մարդկանց, ճիշտ է, մոտ 1000-ից ավել աշխատող ունի։ Կարծեմ 3000 է մոտավորապես Rice-ը, ու հետո ինքը մի տեղում չէ, մենք տարբեր քաղաքներում Շվեդիայի։ Այո, մեծ հենց կենտրոնը Rice-ի Բորոսում է, Գոտեբորգում ունենք, Մալմոյում ունենք, բանում, հա, հարավային եւ հյուսային մասերում ունենք։ Բայց շվեդական ինստիտուտ է ինքը։ Ինքը շվեդական ինստիտուտ է։ Եվ քո պատմածի մեջ մի բան բաց թողեցի։ Դու ես կարծեմ postdoc արել, ճիշտ է, PhD-ից հետո այստեղ։ Այդ ինչ պատմեցի։ Հա, մի քանի տարի, այո, ես էլ Դանիա գնացի, հա, Կոպենհագեն, այնտեղ postdoc անելու։ Ես պիտի ասեմ, որ PhD-ից հետո կարծեմ այդքան միտված չէի, որ տեսական ուղին պիտի մնա, կամ ես պիտի պրոֆեսոր դառնամ, կամ հակառակ ինձ ոնց որ այնպիսի ուղղվածությունն է research-ի, հա, հետաքրքիր, որ ինքը կապում է ինդուստրիայի հետ ու նաև ինչ որ միջին մաս է հարաբերություն նաև համալսարանների հետ։ Այսինքն սովորաբար research ինստիտուտները, որ մեր նման, իրենք այնպիսի research են անում, որ շատ ավելի հասանելի է կիրառելու անմիջապես ինդուստրիայի համար, որը որ միշտ չէ, որ տրված է համալսարաններին։ Օրինակ, ես այն հոդվածները, որ գրել եմ PhD-ի ժամանակ, իրենք հələ երկար չեն օգտագործվի, կիրառվի արդյունաբերության համար, որովհետև շատ ավելի բարդ են ու դժվար կիրառելի։ Ու իսկ Rice-ի արած research-ը շատ ավելի հասանելի, կամ մենք ուղղված ենք հենց լուծելու այն խնդիրները, որ այդ պահին բան արդյունաբերությունը ունի։ Դրամ ու այդ բնակավարը ինձ շատ ավելի գրավեց։ Որ նախնական զրույցում ասացիր, որ դուք կանում եք եւ պատվերներ եւ անկախ հետազոտություններ, այսինքն ձեր հարցերը կարող են գալ ինչ-որ պատվիրատուից, հա, որ դրա մասին։ Այո, հենց այդ արդյունաբերությունից, որ ես ասացի, որ իրենք այս փոփոխությունների հետ կապված կարող է բախվեն այնպիսի խնդիրների, որ իրենց անհրաժեշտ լինի ինչ-որ ավելի նեղ մասնագետը, որ իրենց խորհուրդ տա, ինչպես շարժվեն, ինչպես
ու նաև բնականաբար բոլոր տեղերում մրցակցությունը կա, նաև ոնց դիմանալ մրցակցությանը։ Դանիայում էլի նույն ոլորտի Դանիայում համալսարան էր, բայց ես հենց այնտեղից ոնց որ սկսվեց, որ մեծ եվրոպական նախագծերին այնտեղից սկսեցին ու այնտեղից ստացվեց իմ փորձը, որ հիմնականում իմ ուղղվածությունը ոնց որ հենց ինձ աշխատանքի էին ընդունել այդ նախագծերի կառավարման ու բան անելու համար, ու այնտեղից սկսվեց ու հետո ես հասկացա, որ շատ ավելի ինձ համար նախընտրելի ուղղություն է, որովհետև պրոֆեսոր լինելը շատ ավելի ոնց որ demanding է, հա, որպես աշխատանք։ Պահանջկոտ ավելի։ Պահանջկոտ։ Այո, պահանջկոտ է։ Իսկ ես ուզում եի այդպիսի մի ոնց որ միջավայր իմ համար, որ շարունակեմ զբաղվել ենթադրենք էլի բանով, գիտությամբ, ուսումնասիրման աշխատանքով, բայց առաջնային չլինեն տպագրվելը, որովհետև իմ համար շատ երևի գիտությունից ամենամեծ հիասթափությունը, որ ունեցա, որ ավելի շատ քանակի համար են տպագրում, քան որակի։ Իսկ ես այդպես չէի մեծացված, հա, Հայաստանում իմ համար ամենաշատը կարևոր էր որակը, ոչ թե քանակը, ու որ պիտի ստեղծած աշխատանքը որակապես առաջինը դուր գա քեզ ու շատ ավելի կարևոր լինի, քան որ այնքան որ քանակ ունենաս տպագրած։ Հիմա ցավոք սրտի, չգիտեմ, տեսական ֆիզիկայի բաժնում ոնց է, մեր բաժնում ու շատ համալսարաններում ավելի շատ դրան են, հա, բանը տալիս, զարկը տալիս, ու ինձ դա դուր չէր գալիս։ Ու շատ պրոֆեսորներ իրենք կարող է իսկապես շատ տաղանդավոր մարդիկ լինեին, բայց ինչ-որ ժամանակ է գալիս, որ ոնց որ այդքան ամբիցիայով չեն աշխատում, որովհետև իրանք էլ պիտի քանակ ապահովեն։ Ու ստացվում է, որ ամեն ինչ այսպես բանի է, բիզնեսի է վերածվում։ Իսկ համալսարանում այդ խնդիրը իրոք կա, տպագրվելու խնդիրը, որ պետք է տպագրվես, պետք է անդադ փող բերես, գրանտ բերես, իսկ ուզում եմ դաստալն այդքան պատվաբեր չէր իմ տարիներին ամեն դեպս։ Ես օրինակ սիրում էի ավելի դասավանդել, բայց ավելի շատ պրեստիժը գալիս էր Գումարը այնտեղից է գալիս։ Գումարը հիմնականում այնտեղից է գալիս։ Ու դրա համար մի տեսակ ինձ համար դա, հա, բանանով էր, հիասթափեցնող էր։ Հասկանում եմ։ Այս տեխնիկական շեղման համար ներողություն եմ խնդրում, հիշեցի կորոնայի տարիները։ Բոլորը տեսան մեր խոհանոցի հիմա։ Լավ, անցնենք առաջ։ Կարող եմ իջել խոսել, օրինակ կոնկրետ ձեր աշխատանքի մասին, օրինակ Ալեքսանդր, քո աշխատանքը, որ ասում ես կոսմոլոգիա է եւ ոչ թե աստրոլոգիա, այդտեղ դու կիրառում ես ֆիզիկա։ Օրինակ հասարակ մահկանացությունների լեզվով կարող ես բացատրել ինչով ես զբաղվում, ինչ ես անում, դու այդ կոսմոլոգիա ասածը ինչ է, կոնկրետ դու իմ մոտ ինչով ես զբաղվում։ Հա։ Ну, հա, ինքը իհարկե կիրառական ոնց որ ֆիզիկայի կիրառական ուղղությունը չի, այլ ավելի շատ ֆունդամենտալ տեսական ուղղությունը։ Ու նպատակը դա հասկանալ, մենք ուսումնասիրում ենք վախ տիեզերքը, փորձում ենք հասկանալ ինչպիսին էր այն։ Վախ տիեզերքը, այսինքն ինչպես առաջացել այդպես։ Ну, հա, կարելի է տենց ասել։ Էվոլյուցիան, հա, այսինքն, ну, ընդհանրապես ինքը աստղագիտության հետ շատ կապված գիտություն է, բայց աստղագիտության մեջ աստղագետները սովորաբար ուսումնասիրում են, ասենք, աստղեր, գալակտիկաներ, հա, առանձին օբյեկտներ։ Մենք ոնց որ ավելի մեծ մասշտաբների վրա ենք կոսմոլոգիայում ուսումնասիրում տիեզերքը, ինչպես են գալակտիկաները օրինակ բաշխված տարածության մեջ տիեզերքում, ինչպես է դա ժամանակի ընթացքում փոխվում, ու այսինքն ինչպես է ոնց որ տիեզերքը ավելի մեծ մասշտաբների վրա ժամանակի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվում։ Մի երկու բառով երևի ուղղակի որ հասկանալի լինի, օրինակ այդ կոնտեքստում անկյունակարային բացահայտումներից, որը 100 տարի առաջ էր մոտավորապես արվել, այն էր, որ մեզնից հեռու գտնվող գալակտիկաները մեզնից հեռանում են, ինչը այլ կերպ ասած տիեզերքը ընդարձակվում է։ Ու դա անկած է այդ հայտնի մեծ պայթյունի տեսության հիմքում, հա։ Ու նշանակում է, որ եթե ավելի ոնց որ ուսումնասիրենք պատմությունը մեր տիեզերքի, եթե փորձենք հետ գնալ ժամանակի մեջ, ինքը տարբեր էտապների էվոլյուցիայի էտապների միջոցով անցել ու առաջ բավականին այլ տեսք ուներ, քան այսօր։ Ինքը ավելի փոքր է եղել, հիմա ընդարձակվում է, այդպես կարելի է պատմել։ Հա, ինքը ավելի խիտ է եղել, ասենց ասած։
դրա պատճառով նաև ավելի տաք է եղել, այսպես ասած։ Ու նո օրինակի համար, հա, կարելի է շատ հետ գնալ ժամանակի մեջ, երբ որ օրինակ նույնիսկ առաջի աստղերը դեռ չէին ձևավորվել, ու այդ դեպքում ինքը ավելի շատ իրենց ներկայացնում էր sense ատոմների, մենք ասում ենք սուպ, այսպես ասած, էլի։ Ու քանի որ այդ ընդարձակման պատճառով ինքը հետ գնալ ժամանակի մեջ շատ ավելի էքստրեմալ, sense տաք մի հատ ինչ որ սուպ էր։ Ну, այդ ամեն ինչը կարող է մի քիչ sense ֆանտաստիկ թվա, բայց բարեբախտաբար այն ինչ որ տեղի է ունեցել այդ վաղ փուլերում տիեզերքի, ինչ որ բաներ մենք նույնիսկ այսօր կարանք գրանցենք կամ դիտարկենք։ Օրինակ համար մենք գրանցում ենք ինչպես այսպես կոչված մնացորդային ճառագայթում, որը առաքվել է այդ ժամանակ, երբ որ առաջի ատոմներն են ձևավորվել ու Ու այսքան ժամանակ դա գրանցվում, հա, այսինքն հնարավոր դա գրանցվում։ անդադ դա մեզ է հասնում ոնց որ այդ ճառագայթումը բոլոր կողմերից, անձեն աչքով դա չի երևում, բայց հատուկ ռադիոտելեսկոպների օգնությամբ ամեն կողմից դա մեզ անդադ հասնում է, ու ըստեյության այն ժամանակվա տիեզերքի ոնց որ նկարն է, պատկերն է, այսպես ասած։ Կարելի է ասել, որ աշխատանքը կայանում է նաև նրանում, որ տարբեր սիգնալները որ կան, սարքերի միջոցով կարողանաք հավաքագրել ու վերլուծել։ Հա, Ճիշտ է, պատկերացնում։ հա, մեծ հաշվով, հա, այսինքն տարբեր այդ չափումները, որը մենք ստանում ենք, դրանց օգնությամբ հասկանալ Ոնց է։ ինչպիսին էր տիեզերքը այդ փուլերում, նաև իհարկե օգտագործելով ֆիզիկայի կանոնները եւ սկզբունքները, ու նաև ինչ որ բան միգուցե սովորել ֆիզիկայի մասին նոր բան սովորել, որովհետև այդ պայմանները իրենք երկրի վրա հնարավոր չի այդքան բարձր էներգիաներ, բարձր ջերմաստիճաններ ստանալ լաբորատորիաներում, այսինքն այդ տեղեկությունը ինքը շատ արժեքավոր է։ Իսկ էքսպերիմենտները որպես այդպեսին չեն լինում այդտեղ։ Հիմնականում Դե էքսպերիմենտները դա աստղադիտարաններն են տարբեր կամ օրինակ ռադիո դիտարան, ռադիո այդ տելեսկոպները հիմա ասենք գրավիտացիոն ալիքները այս վերջերս հնարավոր եղավ գրանցել, որոնք նույնպես շատ նոր ուղղություն է ու էլի, այսինքն էքսպերիմենտը դիտարկումներ ավելի շատ է։ իսկ հետաքրքիր է, այդտենց որ նայում եք անցյալը, էվոլյուցիան, ծագումը եւ այլն, դա հնարավորություն է տալիս նույնիսկ տեսնել ապագան, ինչա լինելու, ասենք հնարավոր է ինչ-որ մի բան ասել ապագայի մասին, այդ անցյալը ուսումնասիրելով, թե դա այդպես չի։ Ինչ որ չափով, ինչ որ բաներ հնարավոր է, իհարկե անցյալ ապագա ասելով, այստեղ բավականին մեծ ժամանակների մասին է խոսքը, ну, ասենց ասած միլիարդավոր տարիներ, ասենց ասած, հա։ Այդ ինչ որ մեր ունացած գիտելիքների հիմա վրա կարելի է ինչ որ կանխատեսումներ անել, բայց բնականաբար դա անմիջապես մեր, այսպես ասած, կյանքի վրա հարյուրավոր կամ հազարավոր տարիների ընթացքում չի արտահայտվի այդքան շատ, բայց հա ինչ որ կանխատեսումներ կարելի է, ну մասնավորապես այդ ընդարձակումը նշանակում է, որ ժամանակի հետ տիեզերքը ավելի ու ավելի ոնց որ դատարկվում է, ասած օրինակի համար դա։ Ու Միկվակու աշխատանքը հենց էլի դրա մասին է։ Հա, ну ես որպես տեսաբան, հա, ես ինչ որ մաթեմատիկական մեթոդների ու նաև համակարգչով ինչ որ հաշվարկների օգնությամբ դրանք կիրառում եմ այդ ինչ որ ֆիզիկական process-ներ նկարագրելու համար ու հասկանալու համար ինչա տեղի ունեցել։ Հասարակ մահկանացուի համար շատ հետաքրքիր ու շատ դժվար է թվում։ Քո կարծիքով ամեն մեկը կարողանա այդպիսի գործով զբաղվել, թե ինչ որ նախավա պայմաններ են պետք դրա համար մարդուն, ինչ որ կոնկրետ հատկություններ։ Հատկություններ, ну, ինձ թվում է երևի հիմնական հատկությունը, որը պետքա դա որ պետքա հետաքրքիր լինի այդ ամեն ինչը, Սիրես, այսինքն հետաքրքիր ես։ Հա, ինձ թվում է բայց դա ցանկացած մասնագիտության է վերաբերում, ինձ թվում է, եթե չսիրես քո մասնագիտությունը, այդքան էֆեկտիվ չի ստացվի իրանով աշխատանքը։ Ինձ թվում է առաջերտին հետաքրքրությունն է, ну, ու մնացածը հիմնականում ինձ թվում է ամեն ինչը կարելի է սովորել, ну, բնականաբար մաթեմատիկան ուղղակի որոշակի կտրվածք է պետք ինձ թվում է դրա համար։ Ամեն մեկը չի կարող երևի թե։ Դե բնականաբար ինձ թվում է ամեն մեկը ինչ որ մասնագիտություններ չի կարա, տենց յուրահատկություններ ամեն մեկը ունի, բայց հա ինձ թվում է ամեն դեպքում համեստություն ես անում, բայց կարող ես պետք է շատ խելացի լինես։ Որտեվ ինձ էլ ես էլ ոնց որ դպրոցում ավելի շատ թվում էր, որ հա պետք է ոնց շատ sense խելացի լինել, բայց հետո երբ որ
գիտության մեջ ես մտնում, հասկանում ես, որ այսինքն պետք է երկարաժամկետ ավելի ինչ-որ Աշխատանքներ մոտիվացիա դրում։ ունենալ, էլի, հա, այսինքն դա Եկել մի ավելի քիչ ճկուն լինել։ Մեկ էլ մի քիչ ճկուն լինի։ ճկուն լինել, հա, նու, հա, իրականում հա, շատ այդ այնտեղ տարբեր սկիլեր ա պետք, տարբեր հմտություններ ա պետք, բայց հա, Իսկապես շատ հետաքրքիր է ու դերևս վիրտուալ աշխարհ է լրիվ այդ ամեն ինչը, բայց հաստատ մարդիկ կան, որ դրանով զբաղվում են ու լրիվ հնարավոր է։ Դեռ կխոսենք դրա մասին, Ալեքսանդր, շատ շնորհակալություն։ Վերադառնանք Երենային, էներգետիկային, մաթեմատիկային եւ շուկայի հետազոտությանը։ Այ Երենա, քո PhD-ն ինչի մասին է եղել, ասենք ինչն է քո հիմնական հարցերը, որ քեզ անհանգստացրել են քո այդ աշխատանքի մեջ կամ հետաքրքրել են։ Դու ինչպես կպատմես դրա մասին։ Հա, ընդհանուր իմ PhD-ն էլ ու հետագա աշխատանքն էլ, հա, միտված է հենց, քանի որ գնալով շատանում է ալտերնատիվ էներգիայի ընդգրկումը համակարգ, հետևաբար նաև անորոշություններն են շատանում։ Իսկ համակարգը տարիներ շարունակ աշխատել է որոշակիության դաշտում, այսինքն եթե աշխատել է հիմնականում օրինակ ատոմակայանի էներգիայի, հա, այդ էլեկտրաէներգիայի հետ կամ հիդրոէլեկտրաէներգիայի հետ, դրանք շատ հեշտ է նախապես կանխատեսելը, որ ժամին ինչքան ես արտադրում։ Այսինքն համակարգ ասելով դա նկատի արտադրությունը եւ պահանջարկը վերել Այո, համապատասխան։ էլեկտրաէներգիայի համակարգը ընդհանուր, որովհետև էլեկտրաէներգիայի համակարգը, քանի որ մենք չենք կարող էլեկտրաէներգիան ինչ-որ միտեղ պահենք, հետո օգտագործենք, ինքը հատուկ է դրանով, որ ամեն վայրկյան պիտի արտադրվի այնքան, ինչքան որ ինքը սպառվում է։ Իհարկե, հիմա նաև մեծ ուսումնասիրման աշխատանքներ են գնում, որ արտադրեն մարտկոցներ ավելի հասանելի, որ կարելի լինի նաև կուտակել, բայց դեռ հա մասիվ դա հնարավոր չի հենց գումարի թանկության կողմից։ Հետևաբար, ու քանի որ գնալով շատանում է, ու դա է հենց ծրագիրը, որովհետև բոլոր երկրները Եվրոպայի հիմա ունեն պլան 2050 թվականին պետք է դառնան 100%-ով առանց fossil free, այսինքն որ պիտի 100%-ով լինի ալտերնատիվ էներգիա։ Այսինքն էլեկտրակայան եւ ատոմակայան չպետք է լինի 2050։ Հիմա ատոմակայանը ներգրավված է, բայց ատոմակայանը հիմա չի համարվում վտանգավոր վառելիք, որովհետև հիմա գոյություն ունի, դրանք կոչվում են 5-րդ շրջանի էլեկտրակայաններ, որ ամեն այդ տեխնոլոգիան կառուցված է այնպես, որ ինքը անվտանգ է։ Ու նույնիսկ այդ թափոնն էլ, հա, օգտագործելուց հետո թափոնը նաև կարողանում են ուսումնասիրությունների շնորհիվ այնպես բան անեն, ոնց որ նորից օգտագործել աշխատանքը այնպես անեն, որ ինքը էլի վնասակար չէ, այսինքն ինքն էլ է ինչ որ չափով հիմա անվտանգ էներգիա համարվում։ Հետևաբար ու երբ որ քամին է, բան է, հա, արևն է, տարբեր ուրիշ հիմա ասենք գոյություն ունեն նաև ոնց որ էլեկտրիֆիկացվում է նաև տրանսպորտը, էլեկտրիֆիկացվում է նաև արդյունաբերական դաշտը։ Հիմա ջրածնի մասին է շատ խոսքը գնում, որ նոր ուսումնասիրություններ է, որ պիտի մտնի էլի շուկա ու ինչպիսի ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի շուկայի վրա, գազը վերանում է ոնց որ, հատկապես այս խնդիրները Ռուսաստանի հետ, այսինքն Եվրոպան փորձում է այնպիսի ծրագիր բերել, այնպես անել, որ առանց գազի ինքը կարողանա բանը ապահովել արտադրում independence ստեղծի ու կարողանա իր համակարգը առանց դրա էլ աշխատի։ Հետևաբար ու դրա համար հիմա շատ մեծ ուսումնասիրման աշխատանքներ են պետք, թե ինչպես պիտի փոխվի նախկինով աշխատող մոդելները, որ կարողանա հիմա աշխատել անորոշության տակ, որովհետև անորոշություն ասելով նկատի ունենք քամու արկայություն, արևի արկայություն։ Դա կանխատեսելը շատ բարդ է, որովհետև շուկաները աշխատում են, օրինակ մենք ունենք մի օր առաջվա շուկա, որը որ ինքը փակվում է, օրինակ այսօր ժամի 12-ին արդեն պլանավորումն արվել է վաղվա համար, վաղվա ամբողջ ժամերի համար, ինչքան պիտի լինի սպառումը, ինչքան պիտի լինի արտադրումը։
Բայց արտադրողներ կան, որ քամին է, արևն է, ու մի օր առաջ կանխատեսել քամին շատ հստակ, դա շատ բարդ է ու համարյա չի լինում, որովհետև քամին նույնիսկ մի 5 րոպե առաջ կարող է կանխատեսվի, որ շատ քամոտ է լինում, միանգամից կտրվի։ Ու այսինքն, որ շատ քամի էր կանխատեսվել, որ քամին արկա չէ, այդ էլեկտրաէներգիայի արկայությունը չկա, բա ինչով պիտի լրացնես։ Այսինքն խիստ անորոշ է դա։ Դու պիտի ունենաս պլանավորում անորոշությունների տակ աշխատող ու ունենաս ալտերնատիվներ, եթե քամին կամ քիչ է կամ շատ է պլանավորածից, ուրեմն ինչ պիտի անես, որ դու կոմպենսացնես, կամ արկա շատ է կամ քիչ է։ Այսինքն քոնը հենց դա է, այդ ռիսկանությունը մտցնել կիրառել մոդելավորման մեջ։ Տակ ու հենց այն ժամանակ դրա համար, քանի որ Շվեդիան հիդրոշատ ուներ, իրանց շատ հետաքրքիր էր, որ ինչքան ավել քամի կարող են բերել շուկա ու դեռ անխնդիր աշխատել։ Դրա համար պիտի հենց մոդելավորվեր հիդրոյի էլեկտրաէներգիան անորոշության տակ։ Անորոշությունը գալիս է, երբ որ քամին է շատանում։ Ու հիմա դա ուրիշ բնագավառներ են այդտեղ միանում, որովհետև հիմա ավելի ու ավելի է բարդանում, ինչի համար, որովհետև շատանում է, այսինքն ոչ մի 10%-ն է ալտերնատիվ ամբողջ համակարգի, այլ հիմա իրենք փորձում են դարձնել 100%, այսինքն խնդիրներն ավելի ոնց որ չելենջները մեծանում են բնագավառի։ Ելենա, այդ կանխատեսումը, որ անում ես, փորձում ես ապահովել պահանջարկը, դա արվում է մի երկրի կտրվածքով, թե ինչպես է դա լինում։ Չէ, դրանք մի երկրի կտրվածքով չեն արվում, օրինակ նորդիկ շուկան ինքը մի քանի երկիր է, հա, սկզբում եղել է այս շուկան Նորվեգիան, որը որ սկսել են իրենք 1996 թվականից։ Հետո Շվեդիան է միացել, այսինքն ինքը որպես նորդիկ շուկան ունի արդեն 30 տարվա պատմություն, ու որ զուգահեռականներ անցկացնենք, Հայաստանում ամենապարզ շուկան սկսել է գործել 2 տարի առաջ, 2022 թվականին կարծեմ դրվեց։ Ինչ նկատի ունես շուկան։ Էլեկտրաէներգիայի շուկա հիմա Հայաստանում էլ է գործում։ Նկատի ունես, որ արտահանում են այլ երկրներ այդ իմաստով։ Ոչ։ Շուկա ասելով նկատի ունենք, որ էլեկտրաէներգիան ոնց որ մյուս կոմոդիտիները վաճառվում է ժամ առ ժամ։ Դու որպես արտադրող ասում ես, ես այսքան էլեկտրաէներգիա ունեմ, այսքան չափի, այս գնով եմ առաջարկում։ Իսկ սպառողն ասում է, թե որ ես ուզում եմ գնել, պիտի սպառեմ այսինչ ժամին, այսքան է պետք, բայց կգնեմ այսինչ գումարով։ Ու ոնց է տնտեսագիտության մեջ ամեն ինչը որոշվում է առաջարկի ու պահանջարկի կորով։ Նույնն էլ յուրաքանչյուր ժամի էլեկտրաէներգիայի գինը շուկայում որոշվում է։ Ինչքան է եղել առաջարկը, ինչքան է եղել պահանջարկը ու որտեղ են այդ կորերը հանդիպել։ Հետևաբար դա այդ ժամին բանն է, այդքան էլեկտրաէներգիա է պետք ու այդ գինն է։ Այո, դա ի նկատի ունեմ։ Այսինքն ձեր աշխատանքը նաև այդ պլանավորելն է, որպեսզի առաջարկն ու պահանջարկը իրար համընկնեն։ Այո։ Իսկ Հայաստանում, ինչպես ասացի, մինչև այդ մոնոպոլիա էր, չէ՞։ Այս ինչքան այդ մշտական կա, ինչ որ մեկի ձեռքում է գտնվում, ու այսիշ գինն է։ Դու այսինքն չես կարող, եթե նույնիսկ չես ուզում համաձայն չես այդ գնին, մեկը պիտի օգտագործես, որովհետև անլույս ասենք տունը չես նստի։ Բայց քանի որ շուկա կա, դու կարող ես ազդել, այսինքն, օքեյ, ես այդ գնով չեմ ուզում ենթադրենք ու քանի որ մրցակցությունը շատացնում է, որովհետև մի արտադրող չի արդեն, մի քանի արտադրողներ են։ Ես ավելի թանկ գնով եմ առաջարկում, մեկ ուրիշը կա, որ մի փոքր ցածր գնով կառաջարկի։ Կոնկրետ Հայաստանում դեռևս էլի մոնոպոլիզացված է, այնպես չի, որ տարբեր արտադրողներ կան, ճիշտ է։ Չէ, կա հիմա, ինչպես ասեցի, 2022 թվականից ես որ մի կարճ ժամանակով մի տարով վերադարձա Հայաստան, հենց այդ ծրագրի վրա աշխատեցի, որ հենց մենք էլեկտրաէներգիայի շուկան էինք ստեղծում Հայաստանում, որ էլի պիտի լիներ առաջարկի պահանջարկի կորով, որ պիտի մեկի ձեռքում չլիներ, այլ տարբեր արտադրողներ պիտի տարբեր գներով առաջարկեին եւ այլն, այսինքն այդ մոդելը հենց ես 2020 թվականին դրա վրա էի աշխատում ու 22-ի փետրվարից կարծեմ արդեն գնաց ինքը փորձարկում, արդեն իրական կարծեմ հիմա աշխատում է դա։ Բայց այսօր Հայաստանի էլեկտրաէներգիայի աղբյուրները որոնք են։ Ատոմակայան ունենք, ջերմէներգիա ունենք, հիդրո ունենք, հետո այն ժամանակ օրինակ մի փոքր արև ունենք ու ծրագրեր կային, որ կար այնտեղ Մասրիկ առաջին երկու ինչ որ ներդրումներ էին արել, որ արևային
դա բանը այդ փոքր տանիքների գլխին դրածը չեմ ասում, բայց մեծ ֆարմեր, հա, solar farms, որ պիտի կարծեմ մեկը 55 մեգավատանոց բան ուներ։ Ու փաստորեն դրանք պետության ձեռքում չեն, ասում ես տարբեր օբյեկտների ձեռքում են։ Դե բնականաբար հիդրոն պետության ձեռքում չէ, դու գիտես, որ բոլորը մասնավորացվել է, ատոմակայանն էլ կարծեմ, հստակ չգիտեմ, ատոմակայան։ Բայց նշան։ Հա, Իսկ Շվեդիայում ինչպես է։ Շվեդիայում էլեկտրաէներգիայի ոլորտը կարծես թե պետական է լրիվ։ ոչ։ Էդ էլ չի։ Բա իհարկե, այնտեղ կան հիմա այստեղ գուցե լսած կլնես կամպանիաները Vattenfall, ինքը մեծ արտադրող է։ Իրանք արտադրող են, թե փոխանցող։ Ես պատկերացնում եմ ավելի շատ, որ իրանք Ունի փոխանցող են։ երկու, բայց փոխանցումը Vattenfall-ը մեծ արտադրող է, բայց լոկալ նաև որտեղ փոխանցումները իրենք կան transmission level or distribution level։ Transmission level-ը ավելի գլոբալն է, որ քաղաքից քաղաք է գնում եւ այլն, բայց լոկալ, ասենք, տարածքը, օրինակ Solna-ի մասը, դա արդեն լոկալ է, որ ինքը distribution system operator է կոչվում։ Դրանք ավելի փոքր մասշտաբային, Vattenfall-ը ունի այդպիսի ֆունկցիա, որը որ լոկալ նաև համակարգի կառավարումն է անում, բայց իրականում transmission system operator-ը ինքը Svenska Kraftnät-ն է, որը որ դա է արդեն գլոբալ, դա ավելի մեծ։ Դա ավելի մեծ է, բայց օրինակ ատոմակայան է ստեղ ունեն, դա պետական է։ Ատոմակայանը պետական Պիտի որ լինի։ Հա, դա ճիշտ ասած դա չգիտեմ, ինչ որ մեկին պատկանում է, թե չէ, չեմ կարծում այստեղ էլ պետական կա, բոլորը մասնավորացված են, որտեղ օրինակ հիդրոնել տարբեր բաների, հա, գետերի վրայի հիդրոները իրանք կարող են տարբեր owner-ներ ունենալ, ոնց է կոչվում, սեփականատերեր ունենան, լինի, որը որ կարող է լինի Fortum-ը, Ion-ը, Vattenfall-ը, դրանք մեծ producer-ներ են, արտադրողներ են։ Հետաքրքիր է, փաստորեն մրցակից շուկա է, տարբեր արտադրողներ ունեն։ Հենց շուկան դրա համար է, որ մրցակցությունը բարձրացնեն, որ ու ոնց որ արդար լինի ամեն ինչ, էլի, ոչ թե ինչ որ մեկը փորձի արհեստականորեն գին բարձրացնի կամ իջեցնի, այլ իրականում պահանջարկն ու առաջարկը դա որոշեն։ Որ գինը օրվա տարբեր ժամերին խիստ տատանվում էլեկտրաէներգիայի, հենց դրա հետևանքն է։ Բայց արդյունքում գինը նվազում է, հա, երևի այդ շուկայական համակարգը մտցնելուց հետո սպառողների համար։ Գիտեք ոնց է, դա է հետաքրքիր, ոլորտը հետաքրքիր է, քանի որ Գամհա Զարայի նախորդ հարցին, թե յուրաքանչյուր երկիր առանձին է անում, թե Եվրոպան, որովհետև շատ երկրներ մենք կապված ենք իրար հետ, հիմա Շվեդիան կապված են Ֆինլանդիայի հետ, ու սինքրոնյոս բան, հա, կապ է, որ երբ որ ենթադրենք պակաս է գրանցում Շվեդիայում էլեկտրաէներգիայի, ասենք կարող է ինքը ստանալ Նորվեգիայից, որովհետև Նորվեգիայում ավելի էժան է, որովհետև իրենց 90%-ն է հիդրոից գալիս, որը որ շատ էժան, բնական բան է, էներգիայի աղբյուր է։ Իսկ Շվեդիայի 50%-ն է մենակ։ Իսկ որ գնանք Դանիա, այնտեղ շատ քամի ունեն իրենք, ու օրինակ Շվեդիայի ու Նորվեգիայի հիդրոն է, որ շատ օգնում է իրենք բալանսի մեջ մնան։ Ու ամբողջը արվում է, ու այսպեսի մի հետաքրքիր բան կա, շուկայի գինը, որ առաջանում է, իրենք գոյություն ունեն զոնաներ գնային։ Հիմա Շվեդիան բաժանված է 4 զոնայի։ Ու միշտ մի զոնան, ենթադրենք, ինքը կարող է կախված էներգետիկայի, հա, թե ինչ միքս գոյություն ունի այնտեղ, ավելի էժան լինի, քան մյուսը։ Օրինակ, հիմա Շվեդիայի հարավային մասը, քանի որ ավելի բնակեցված է, ու ինքը ավելի շատ է պահանջարկը, այնտեղ միշտ գներն ավելի բարձր են լինում, որովհետև միշտ պիտի հյուսիսից էլեկտրաէներգիա ստանա, իսկ հիդրոն հիմնականում հյուսիսում է, որը որ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է։ Ու եթե այս զոնան, ասենք հյուսիսի զոնան ինքը առանձին դիտարկենք, միշտ շատ ցածր կլինի էլեկտրաէներգիայի գինը, բայց քանի որ ինքը տալիս է ներքևին, ավտոմատ իր ոնց որ գինը բարձրանում է, իսկ ոնց որ ավելի մոտ են լինում, այդքան շատ պիկեր չեն լինում մի զոնայից մյուսը։ Նույնն էլ երկրների մեջ է այդպես կատարում։ Հիմա եթե Նորվեգիան ենթադրենք փակ
երկիր դիտարկվի ու չուզենա ոչ էքսպորտ ու իմպորտ անի էլեկտրաէներգիայի, իր հիդրոն այնքան է, որ ինքը համարյա 0 առանց վճարելու ինքը միշտ էլեկտրաէներգիա կարող է բան անել, բայց քանի որ կապ ունի մյուս երկրների հետ ու ինքը օգնում է մյուս երկրներին, հետևաբար այսպես բարձրանում է իր գինը, էլեկտրաէներգիայի գինը Նորվեգիայում, բայց օգնում է, որ Շվեդիայում իջնի։ Ու դա այսպես իհարկե Նորվեգիայի արտադրողների համար դա լավ է, որովհետև ավելի բարձր են վաճառում իրենց, սպառողների համար է մի քիչ վատ, բայց Շվեդիայի համար հակառակը։ Այստեղի, ասենք, սպառողների համար է լավ, արտադրողների համար է վատ, որովհետև իջնում է էլեկտրաէներգիայի գինը։ Բայց մեր հաշվարկների մեջ ամենակարևորը մենք փորձում ենք մաքսիմիզացնել social welfare, այսինքն այդտեղ մենք դիտարկում ենք բոլորի Բարեկեցությունը։ Այո, բարեկեցությունը ոչ թե միայն արտադրողի կամ միայն սպառողի, այլ ամբողջ խնդիրը մենք դիտարկում ենք ինչպես բարձրացնենք, որ ու ոչ թե մի երկրի, այլ քանի որ բոլոր երկրները կապված են միմյանց հետ, ամբողջ Եվրոպայում է այդ հարցը, այսինքն մենք նախագծերի վրա ենք աշխատում, որ մենք մոդելավորում ենք ամբողջ եվրոպական կոնտինենտը ու ինչպիսի դիտարկումներ պիտի արվի, ինչպիսի փոխարկումներ պիտի արվի կամ ինչ օրենքներ պիտի ընդունենք, որ Համակարգն աշխատի։ Համակարգ աշխատի ու բոլոր եվրոպական երկրների քաղաքացիների համար լավ լինի, այսինքն բարեկեցությունը բարձրացնենք, ոչ թե մի երկրի։ Երևի այդ անորոշության պայմանները, օրինակ ասում ես, քամ ու արևի հետ կապված անորոշությունները հաշվի առնելով, արդյոք հնարավոր է 2050 թվականին միայն ալտերնատիվ աղբյուրներով ստանալ հոսանք, եթե ատոմակայանը չհաշվենք, թե ատոմակայանն է Ատոմակայանը հաշվենք։ Երաշխիքը ատոմակայանն է ասում։ Հա, երաշխիքը, բայց հետո այնքան տարբեր հիմա բաներ դրա համար է գալիս նաև էլեկտրիֆիկացումը կամ օրինակ նաև փոքր սպառողների օգտագործումը կամ մեր գիտակցվածությունը ու փորձենք օգնել։ Օրինակ ես եթե ինձ օրինակ բերեմ, ես երբեք տանը լվացք մեքենա լվացող սարքը կամ լվացքի մեքենան չեմ սկսի առավոտյան ժամը 8-ին կամ երեկոյան ժամը 5-ին, որովհետև գիտեմ, որ այդ ժամերին պիկն է ու ես չեմ ուզենա հավելյալ ոնց որ սպառեմ, որպեսզի առաջացնեմ էլեկտրաէներգիայի պակաս, որը որ պիտի ստիպի ավելի այնպիսի ոնց որ տեխնոլոգիա գործի տնեմ, որ ավելի թանկ է, հետևաբար պիտի գինը բարձրացնի։ Այսինքն ճիշտ ժամերը օգտագործելու համար երեկոյան 5 պիկ ժամերն են։ Որն են ճիշտ ժամերը օգտագործելու համար։ Դե որովհետև Չէ, որն են։ 8-ից հետո առավոտյան ժամերն են, առավոտյան ժամը 8-ից մինչև դա կամ 7-ից։ դա պիկն է, թե լավ ժամն է։ Դա պիկն է, որովհետև մարդիկ արթնանում են, սուրճ պիտի խմեն, երեխեքին մի բան պիտի կերցնեն, որ տա, այսինքն դա պիկն է, շատ մարդիկ արթնանում են ու սկսում են էլեկտրաէներգիան օգտագործեն։ Երկրորդ պիկը, երբ որ մարդիկ վերադառնում են տուն։ Օրինակ ես կարծում եմ, որ պիկը աշխատանքային ժամերին է, որ արդյունաբերությունը աշխատում է։ Բայց արդյունաբերությունը միշտ է աշխատում, չէ՞, արդյունաբերության տեսակը աշխատում արդյունաբերությունը։ Այսինքն դա այդքան բան չէ, այսինքն իրենք միշտ այնտեղ բեքգրաունդում աշխատում են, իսկ հիմնական սպառումը, այսինքն միշտ երբ որ նայում ես օրվա կորին, իրենք ունեն այդպիսի բան ուղղվածություն, որ այսպես ինքը երկու կոր ունի, առաջի բարձր կորը ինքը հենց առավոտյան ժամերն են, երկրորդը հենց որ մարդիկ տուն են գալիս, էլի 5-ից 7 ընկած ժամանակ։ Երևի պետք է բաժանեն աշխարհագրական մասերին։ Սոլնան պետք է նախաճաշի 6-ից 7-ը, Կունգսոլմեն 7-ից 8 եւ այդպես շարունակ։ Չէ, ավելի շատ ասենք դա բաներ կա, որ հնարավոր չի փոխել, բայց ինչ որ բան կա, որ կարող ենք մեր, հա, behavior-ի մեջ մտցնել, որ օգնենք։ Այսինքն հիմա շատ ուսումնասիրման աշխատանքներ մենք ասում ենք դա ոչ թե մենք արդյունաբերության կողմից փորձենք պլանավորում փոփոխել այնպես որ բալանսավորման բերենք, բայց նաև սպառման կողմից, այսինքն սպառողն էլ ենք բանանի օգնի որպեսզի էլի համակարգը լինի։ Այո, իմիջիայլոց դա առանձին գիտություն է, behavior economics։ Մարդիկ ինչպես պետք է իրենց մարդկանց ինչպես դաստիարակել, որպեսզի ճիշտ լինեն։ Հա, դրա համար մենք ունենք, ասենք թե նախագծերի շրջանակներում աշխատենք դպրոցների հետ, որ բարձրացնենք, որ մարդիկ նաև երեխաները նույնիսկ հասկանան դա ինչ է, հենց դպրոցի բարձրացման։ Այո, որ տարածվի այդ ինֆորմացիան, որ մարդիկ, որովհետև բնակավարում չաշխատող մարդը դժվար է հասկանալը դա կամ Մի խոսքով բոլորս հասկացանք, եթե հոսանքի գինը բարձրանում է կամ հոսանք չունենք, ուրեմն Ելենայի պլանավորման հարցը դիմում ենք Ելենային։
Կամ վատ է աշխատել Կամ Ելենա։ եթե ամեն ինչ Ոսը լավ չի արել։ գործը լավ չի արել։ Այդ հետաքրքիր այդ անորոշությունների հետ կապված միգուցե կարողանաս համագործակցել Ալեքսանդրի հետ, ինքը կոսմոսի հետ ուղիղ կապ ունի։ Օրինակ քամիների եւ արևի հետ կապված կոսմոսը ինչ է ասում ապագայում։ Հա, Մենք Ալեքսանդրին։ դե նու քամիները այդ ոնց որ կոսմոսի մասշտաբներով երկիրը Շնչին։ բավականին տենց հա Ուզում ես ասես, որ ինձ Ելենայի թվում վախենամ նկարագրած շատ օգտակար բան չի ասում այնպես ասում ես Ելենայի նկարագրած մեծ հուժկու խնդիրը կոսմոսի մակարդակով ընդամենն է մի Հա, կաթիլ մի է, այդպես կետ է, ուզում մի ասել։ կետ է։ Մի կետ է։ դե նու չէ չգիտեմ կոսմոսի տեսանկյունից հա մեր տեսանկյունից հակառակ է Մետեսակրիսակրակ։ Ալեքսանդր Ելենան ահագին նկարագրեց ժամանակակից խնդիրները հիմա որ ունենք, հա, այդ դաշտում։ Իսկ եթե դու պատմես այդ ոլորտում, որտեղ դու աշխատում ես, հիմա շատ նոր հնարավորություններ կան, նոր խնդիրներ են, ինչ որ ինչի վրա են հիմա աշխարհը աշխատում այդ ոլորտում։ հա նու ֆիզիկան բնականաբար շատ ճյուղավորված գիտություն է նույնիսկ ֆունդամենտալ ֆիզիկան կոնկրետ իմ բնագավառում հիմա բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է, որովհետև նու համեմատած նույնիսկ վերջի 20-30 տարվա հետ այդ մեր չափումների ճշտությունը շատ հասցրել է մեծանա ու եթե առաջ հիմնական ոնց որ մարդիկ ուղղակի ինչ որ տեսական Գիտելիք։ գիտելիքներով են առաջ շարժվում, հիմա արդեն ինքը դարել է հենց տվյալների վրա հիմնված գիտություն, ու այսինքն նոր եւ նոր ավելի ճշգրիտ չափումները ոնց որ ավելի հետագամ հետաքրքիր հարցերի պատասխան կտան բավականին մոտ ապագայում։ Ինքը չափումներն են արդեն հիմքը, ոչ Հա, թե հա, պատկերացումները։ հա, այդ չգիտեմ կարող է նույնիսկ տեսել եք, չէ, Ջեյմս Ուեբ տելեսկոպը բարբերաբար ինչ որ sense գեղեցիկ նկարներ են ցույց տալիս գալակտիկաների ձևավորման վաղ этаպներից, այսինքն իրանք դա այդ բարձր հեռադիտակների ճշտության շնորհիվ արդեն կարողանում են տենց process-ներ ուսումնասիրել։ Նու բնականաբար ուրիշ ուղղություններ կա, որոնք ակտիվ զարգանում են։ Հիմնական акցենտը դա է, որ արդեն չափումներ են ավելի շատ, քան Մեր բնակավարում, հա, մեր բնակավարում, հա։ Ալեքսանդր, տելեսկոպների մասին որ խոսում ես, այդ որոնց է դուք աշխատում եք, դա միայն աշխատակիցների համար է, օրինակ եթե մենք ունենք երիտասարդներ, որ կուզենային իրենք հետ մի անգամ նային, հնգիցե ինչ որ հետաքրություն առաջացնել, հնարավոր է կազմակերպել այդպիսի այց, թե այնքան։ Հա, sense ասեմ, ես եւ ամենաճիշտ մարդը չեմ լինի այդ այցը կազմակերպելու համար, որովհետեւ ես էլ այնպես անձամբ չեմ առնչվում, բայց Շվեդիայում ինձ թվում է ես վստահ եմ, որ հաճախ դպրոցականների համար կամ կազմակերպվում է, այդ իմաստով ինձ թվում է հնարավորություններ հաստատ կան։ Նու իրականում նույնիսկ Հայաստանում դե մենք բյուրականի աստղադիտարան ունենք ու ես հիշում եմ, որ դպրոցականների մի անգամ եղել եմ այնտեղ, հա։ Այնտեղ ես էլ եմ, այստեղ պետք չգիտեմ կա այդ հնարավորությունը, թե չէ, կարծում եմ երեխաների հետաքրքիր է շատ։ Ապագա գոլեգաներ կունենաս։ Պետք է որ լինի, գոհ հետաքրքրում, հա։ Լավ։ Այ Ալեքսանդր, դու աշխատել ես փաստորեն Գերմանիայում, մեզ Շվեդիայում, նաև Հայաստանում ինչ-որ չափով առնչվել ես։ Եթե համեմատես գիտնականի հնարավորությունները այստեղ ու այնտեղ, տարբեր երկրներում, ասենք, ինչպես գնահատես, ինչ հնարավորություններ ունի այսօր գիտնականը։ Ինչ համագործակցության հնարավորություններ, ընդհանրապես, օրինակ Ելնան նշեց, որ ինտերնետ տպագրվել է պարտադիր պայմանն է, որ երբեմն դահաճություն առաջացնում։ Դու ինչպես կնկարագրես այդ գիտական աշխատանքը, գիտնականի ոլորտ տարբեր երկրներում ընդհանրապես։ Հա։ Նու ընդհանրապես, եթե համեմատեմ Գերմանիան, Շվեդիան ու Հայաստանը, ինչ որ օրինաչափություն կա, ինչքան երկիրը ավելի մեծ է, այդքան այնտեղ գիտությունը ավելի հնարավորությունները շատ են, համ ֆինանսական, համ մարդկային ռեսուրսների իմաստով, այսինքն ինչ որ կոնկրետ ուղղությունների մեջ ներդնելու։ Ասենք Գերմանիայում նույնիսկ եթե Շվեդիայի հետ համեմատեմ, նույն ինստիտուտների քանակով ավելի շատ են ու բնականաբար մի երկրի մեջ համագործակցությունները նպաստում են նրան, որ հնարավոր է ավելի ոնց որ շատ ռեսուրսներ ներդնել այդ ուղղության մեջ։ Հայաստանը բնականաբար փոքր երկիր է ու այնտեղ նույն ավելի դժվար է այդ ամեն ինչը։
կազմակերպել ու դրա համար շատ կարևոր է միջազգային համագործակցությունները ու դե նույնակ Շվեդիան ու Եվրոպայի երկրների իրար հետ բավականին համագործակցություններ ունեն, Շվեդիան, ասենք սկանդինավյան երկրների հետ բավականին Դուք քո աշխատանքի ընթացքում շատես համագործակցություն ճամփորդում, ասենք հոդվածների վեր գրում ես համատեղ եք գրվում, ո՞նց է լինում։ Հա, օքեյ, ճամփորդելը բավականին հա, համատաբար, որտեվ հաճախ կոնֆերանսներ ենք մասնակցում, այնտեղ մեր արդյունքներն ենք ներկայացնում ու ընդհանրապես ծանոթանում ենք ինչ վիճակում է գտնվում բնակավարը, շփվում ենք, դա իրականում շատ կարևոր պրոցես է, մաս է գիտական աշխատանքի ու էդ էլ ցավոք սրտի Հայաստանը քանի որ մի քիչ հեռու է գտնվում, այնտեղից այդ ամենը ավելի դժվար է կազմակերպել։ Հոդվածների մասով, հա, դա, մեր դեպքում հիմնական պրոդուկտը դա հոդվածներն են, տեսական տպագրվող հոդվածները ու ես համաձայն եմ, որ մեկ-մեկ այդ երևույթը կա, որ պետք է ստիպված ես շատ հոդվածներ տպագրել, որովհետև զուտ դրսից մարդու համար դա է, այսպես ասած, մետրիկան, հա, բայց իրականում բնականաբար դա ճիշտ մետրիկա չի, որովհետև ինչ-որ մեկը կարող է մի հատ հոդված ունենա, որը շատ արժեքավոր լինի, ինչ-որ մեկը կարող է շատ հոդվածներ ունենա, բայց առանձնապես ոչ մի ազդեցություն չունենան այդ հոդվածները գիտության վրա։ Այդ կա խնդիրը, բայց Բայց այդ օրինակ նախագծերը, որոնց վրա դու աշխատում ես հիմա, ասենք նրանք Շվեդիան է ներառված, թե հաճախ համագործակցություն է տարբեր երկրների հետ։ Նախագծերը այսինքն ես ինչ որ մարդկանց հետ համատեղ, ինչ որ նախագծերի վրա ենք աշխատում, կան Շվեդիայի մարդիկ, բնականաբար ես հիմա որ այստեղ եմ, մի մասը իմ համագործակցությունների Շվեդիայում աշխատող գիտնականների հետ են, բայց նաև մի մասը ուրիշ երկրներում աշխատող, թե Գերմանիայի իմ նախորդ ոնց որ ում հետ որ համագործակցում է առաջ, բայց համել տարբեր երկրներից, օրինակ ես էլ չգիտեմ, Դանիայից, Ֆրանսիայից, տենց ունեմ համագործակցություններ, այդ իմաստով գիտությունը իմ բնակավար համենայնպես շատ, այսպես ասած, հա, գլոբալիզացված է շատ, այսինքն հեռավորությունը այդքան ազդեցություն չի ունենում, մարդիկ կան, որոնք բոլոր տարբեր ժամանակ գոտիների հետ ինչ որ համագործակցում են ու տենց ինչ որ Zoom-ով շփվում են իրար հետ։ Իսկ ֆինանսավորման խնդիր գիտությունը ունի այստեղ, թե ասենք գրանտերի պետական ֆինանսավորում բավականին չափով ստանում եք, թե դա խնդիր է իրականում։ Ընդհանրապես ֆինանսավորումը այդ ֆունդամենտալ գիտությունների համար խնդիր է, կամ նույնիսկ տեսական գիտությունների համար, որտեղ մենք կոնկրետ պատվիրատու ունենք, որը մեզ ոնց որ ֆինանսավորի մեր աշխատանքի համար, այլ դա հիմնականում հապետական ոնց որ ֆինանսավորում է ու դա ցանկացած երկրներում առկա է։ Շվեդիայում չի ասի որ շատ վատ է վիճակը, Եվրոպայի մասշտաբով բավականին լավ է վիճակը, այսինքն կան դրամաշնորհներ բազմաթիվ, որոնց կարելի է դիմել ու իրենք աջակցություն են նախ գրանտներով են տրամադրում, հետո տարբեր աջակցություն են, օրինակ նույնիսկ չգիտեմ, բնակարանային հարցում, հա, ես օրինակ ինձ աջակցություն եմ ստացել, որ Շվեդիայում Ստոկհոլմում դժվար է ոնց է բնակարան գտնել, որպես գիտնական է։ Այսինքն այդ իմաստով Շվեդիայում ուշադրություն դարձվում է, բայց բնականաբար քանի որ ֆինանսավորումը այդքան շատ չի, ինքը բնակավարը բավականին մրցակցային է։ Շատ հաստիկները ավելի քիչ են, քան մարդիկ, որոնք այդ հաստիկների համար պայքարում են։ Ելենային պետք է ասեք պլանավորի։ Հա, անորոշ հա, այդ անորոշությունները բայց փաստորեն այդքան շատ առաջարկ կա տենց այդպիսի մասնագետների, որ հաստիկների չեն հերիքում։ Հա, ինձ թվում է առաջարկը բավականին մեծ է, հա, դե ժամանակի ընթացքում շատերը դուրս են գալիս բնականաբար ակադեմիական այդ ուղղությունից ու ինդուստրիա են գնում, ու քչերը մնում են ու վերջապես երևի այն ինչ որ տենց տեղ հասնում են։ Հասկանալի է։ Լավ, շատ շնորհակալություն։ Ելնա, եթե քեզ հարցնեմ, դու ինչպես նշեցիր, ինչ որ ընթացքում մնացիր Հայաստանում աշխատեցիր, եկար ու երևի համատեցիր աշխատանքային միջավայրերը, հնարավորությունները այստեղ ու այնտեղ, ինչ կարող ես պատմել դրա մասին։ Կարծեմ մի քիչ բարդ է համատելը, որովհետև այնտեղ գիտական շրջանակում չեմ աշխատել, ես չգիտեմ, ասենք իմ բնակարանում գիտությունը որտեղ է հիմա Հայաստանում։ Ասենք ավելի շատ այնտեղ կիրառական հենց ինչ որ նախագիծ է եղել, որի վրա աշխատել եմ ես։ Դրա համար մի քիչ բարդ կլինի համատելը գիտությունը, ասենք ոլորտը այստեղ կամ այնտեղ։ Իսկ եթե համատեմ եվրոպական այլ երկրների հետ, որտեղ մեկը Դանիայում է, որ աշխատել եմ, հետո մի քանի ամսով հյուր եմ եղել որպես ուսումնասիրման աշխատող Բելգիայում, ես կասեի մի քիչ շատ տարբեր է ոլորտներից կախված,
ենթադրենք ու հետո այդպես է, եթե ֆինանսավորումը կամ ինչ-որ մի ոլորտ շատ արդի է, որը որ հիմա էլեկտրաէներգիան է, որովհետև շատ փոփոխությունների ենթարկվում ու շատ գումարներ են այդտեղ պատտվում, ուզես թե չուզես որակնահեղ ընկնում է, որովհետև հեշտ է ամեն ինչը ոնց որ ստանալը թեկուզ այդ գրանտները, օրինակ KTH-ում եթե ես մաթեմատիկայի ֆակուլտետում էր, այնտեղ արվող աշխատանքը շատ ավելի որակապես լավն է, քան մեր մոտ, որովհետև մեր մոտ հեշտ է շատ ավելի բան անելը, ինչ-որ գրանտներ ունենալը կամ Մրցակցությունը ինչքան որովհետև գումարը այդտեղ է ուղղված։ Քիչ անես թե շատ անես, մեկը այդ գումարը կգա, որովհետև իրականում այդ ուսումնասիրման աշխատանքը անհրաժեշտ է։ Դրա համար ասենք օրինակ մեր բաժնում մենք ունենք պրոֆեսոր, որը ընդհանրապես ինքը իրավունք չուներ այդտեղ լինելու։ Բայց այդտեղ էր, հեշտ էր եղել։ Բայց ես որ այնտեղ կուրսեր էի վերցնում մաթեմատիկական ֆակուլտետից, ես հասկանում եի, որ այնտեղ շատ ավելի լուրջ է, շատ ավելի գիտությունը բան է, ավելի մրցակցային, ավելի պահանջվող։ Այո, քիչ մրցունակ էր ու հետո այնտեղ ավելի գումարը քիչ էր պատտվում, այսպես դժվար էր ստանալը, հետևաբար պիտի մրցունակ լինեիր, իսկ մրցունակությունը գալիս է փորձով, գիտելիքներով, հետևաբար պիտի նստեիր ու աշխատեիր, ուրիշ կերպ չէր լինի։ Հասկանում եմ։ Այսինքն եթե ասենք խոսենք աշխատանքի շուկայի մասին, քո ոլորտում կարծում ես ավելի շատ են շանսերը, որ մարդիկ կարողանան տեղավորվել, քան թե Ալեքսանդրում, հասկանում եմ։ Չեմ կարող իհարկե Ալեքսանդրի ոլորտի մասին ասել, բայց մեր ոլորտը շատ է։ Դրա համար հիմա մեր ոլորտում մարդիկ չեն էլ մնում ավել մի տեղում ավելին քան 5-6 տարի։ Սովորաբար 3-4 տարին մեկ իրենք մի կազմակերպությունից անցնում են մյուս կազմակերպությանը ու դա հենց նրա համար, որ կա հնարավորություն։ Այսինքն Պահանջարկը շատ է։ քանի որ ուշադրությունն է այդ ոլորտի վրա շատ մեծ է, առաջարկը շատ գործ կա անելու, ֆինանսավորումը, այսինքն ոչ թե մենակ գալիս է հա տվյալ երկրից, այլ Եվրոպական կոմիսիայից։ Մենք շատ նախագծեր գրանտներ են տեղեն, որ եթե մասնակցում ենք, բնականաբար գումարը շատ է ու հետևաբար շատ աշխատատեղեր են ստեղծվում։ Ու խոսքը մենակ պետական համակարգի մասին չի, ինչպես հասկանում։ Դա եւ մասնավոր եւ պետական կառույցներ են։ Մասնավոր կան consultancy կամպանիաներ, հա, որ այնտեղ էլ նույն խնդիրն է, որովհետեւ ու իրենք են շատ մրցունակ։ Հետո ասենք մենք խոսեցինք արտադրողների Vattenfall-ը, օրինակ ինքը էլի խնդիր ունի ու ինքն էլ իր research կենտրոնն ունի, R&D Vattenfall կա, որ իրենք էլ են ուսումնասիրման աշխատանք հրատապ հարցերը իրենք ոնց որ իրենց հարցերը լուծելու համար։ Այնտեղ են շատ աշխատատեղերը բացվում։ Հետո այս ամեն մի խնդիրները որ գալիս է, նշեցի Svenska Kraftnät-ը, որը որ transmission system operator-ն է Շվեյցարիայի, իրենք էլ են մեծ խնդիրների հանդիպում ու հիմա այս պահին իրենք շատ մասնագետներ է պետք, որ շատ թափուր տեղեր ունեն։ Լավ։ Ալեքսանդր, իսկ քո ոլորտում աշխատանքը զուտ պետական ինստիտուտներ են, դրանք թե կան նաև մասնավոր ինստիտուտների ոլորտում։ Ну, հիմնականում պետական ինստիտուտներ են, բայց ինձ թվում է մասնավոր ինստիտուտներ էլ ընդհանրապես հաստատ գիտեմ, որ կա կոնկրետ Շվեդիայում Consulting-ի տիպի է դա լինում, թե երևի։ Consulting-ը ավելի շատ ես որպես կամպանիաներ եմ դրանց մասնավոր պատկերացնում ու հայ մեր բնակավարից էլ շատերը գնում են տենց խորհրդատվական ընկերություններ ՏՏ ոլորտի կամ բիզնեսի հետ կապված աշխատավարձերի կրկնակի բարձրացնելու։ Հա, այդ իմաստով, հա։ Բայց նու բնականաբար հենց ֆիզիկայի ուղղությամբ խորհրդատվական ընկերություններ չկան, չէ։ Բայց կան ուրիշ երկրներում գիտեմ, որ կան հա կիրառական ինստիտուտներ, որտեղ հա կարող են աշխատել։ Ես մի հատ գոլեգա ունեի, շվեդ է ինքը հենց, ու ինքը դուրս եկավ գիտությունից վերջերս ու հիմա աշխատում է Շվեդիայի պաշտպանության նախարարության հետ կապված ինչ-որ research հետազոտական բաժնում, իհարկե ինչով զբաղվում կոնկրետ ինձ չասած տենց էլ, բայց այսինքն տարբեր ոնց որ հնարավորություններ կան, շատ են ինձ թվում, հա։ Լավ, մի հարց էլ էի ուզում տալ, համագործակցություն, օրինակ գիտության ոլորտում դուք համագործակցում եք տարբեր մարդկանց հետ, հա, ասենք որ աշխատանքներ եք կատարում, դրանք հաճախ թիմային աշխատանքներ են, թե անհատական, ասենք ինչքան աշխատանքի կուլտուրան ձեր ոլորտում, ինչպիսին է թիմային, թե անհատական, թե երկուսն էլ լինում են, ասենք ինչպես կբնութագրեք դա։ Ну, մեր դեպքում ես երևի կասեի, որ թիմային աշխատանք միշտ կա, այսինքն շատ հաճախ իրար հետ քննարկում ենք շաբաթը ամենակիչը մի անգամ գոնե բոլոր նախագծերի շրջանակներում, բայց բացի դրանից, ну, իհարկե
ես համենայն դեպս սիրում եմ անհատական աշխատել, ինչ որ եթե որ ինքս հասկանամ, ու մնացած ժամանակը ոնց որ տրամադրում եմ իմ մասը այդ նախագծի ինքնուրույն անելու, բայց Այսինքն թիմային քո աշխատում նախագիծը դու ինքնուրույն կատարում ես, ժամանակ առ ժամանակ քննարկում ես ինչ որ բան այդպես հիմնականում։ Չէ, նույն հիմնականում նախագիծը մի քանի մասնակից է ունենում, անհատական ես չունեմ, որ մենակ ես եմ այդ նախագծի մեջ, մի քանի մասնակից է ունենում մեր բնակավարում ու ամեն մեկը, փորձում ենք բալանսավորենք, ով ասած, բնականաբար երիտասարդներին ավելի շատ են աշխատացնում, քան շատ, բայց ոնց որ Rule of thumb։ rule of thumb։ Այսինքն մի նախագծի վրա տարբեր մարդիկ են աշխատում, բայց ամեն մարդը ոնց որ ունի իր պատասխանատվության շրջանակները մոտավորապես։ Իսկ երբ որ խորհրդատվություն ես ստանում ես, քեզ անհրաժեշտ խորհրդատվությունը, թե դա խնդիր է լինում, ասենք քրիտիկան, constructive feedback ոնց է աշխատում այդ լինումը։ Հա, լինում է, ինչքան ոնց որ տարիքով նայում հետ համագործակցում ես, այդքան դժվար է իրանից ոնց որ ժամանակ ստանալ ու այտենց կոզած բոլոր հարցերի պատասխանները ստանալ, բայց դե վաղ թե ուշ ինչ որ սովորաբար քննարկումներ ու սովորաբար քննարկումները շատ հետաքրքիր են լինում, որովհետև շատ բան է սովորում դրանց ընթացքում, այսինքն դա կարևոր process է, ինձ թվում է մեր բնակավարում այդ discussion-ները։ Իսկ եթե օրինակ ինչ-որ թեզ ունես, հիպոթեզ, հետո երկար չափումներ ես անում, աշխատանքներ ես անում, պարզվում է այդպես չի, այսինքն ստացվում է, որ չաշխատեց քո հիպոթեզը։ Նման դեպքում հոդված տպագրվում է, թե չէ, ասում ես, չստացվեց։ Հա, այդ լավ հարց է, որովհետև մի կողմից համարում է, որ բացասական արդյունքներով հոդվածը դա էլ է արդյունք, որ ուրիշ մարդիկ նույն բանը չանեն, բայց մյուս կողմից պարզապես ամեն չստացված հաշվարկ տպագրել դա էլ իհարկե հնարավոր չէ, այսինքն եթե չի ստացվել ինչ-որ թեզ, բայց այդ թեզը իրանով ինչ-որ արժեք ունի։ Հա, ինչ-որ արժեք ուներ, sense բացարձակ պատահական թեզ չէ, այդ դեպքում կարելի է տպագրել, փորձել։ Այսինքն տպագրելը այնքանով, որ ուղարկում ես ամսագիր, հետո ամսագիրն է որոշում կտպագրի թե չէ, բայց դումա դա է հիմնականում որոշման հիմքում ընկած արժի թե չարժի տպագրել, եթե ինչ-որ արժեք ներկայացնում է իրանից։ Իսկ քո աշխատանքի ընթացքում եղել է, որ ինչ-որ մի արդյունքի գաս, որը շատ անսպասելի է, սպասված չի, մի քիչ վստահ չես, արդյոք կարելի է դա առաջ տանել թե չէ, բայց անանեμένից փորձել ես։ Ու դրա հետ կապված քոչի դոտներ լինում են թե չէ։ Այսինքն ինչ-որ մի նոր բան, որը հետ սպասված չի։ Այսինքն rule of thumb-ին դեմը։ Տենց լինում է։ Ինձ թվում է տենց հաճախ է լինում, այսինքն մենք այնպես բնակավարում ենք աշխատում, որտեղ այնպես չի, որ հարցերի պատասխանները կան ինչ-որ տեղ գրած, ինչ-որ ոչ մեկը չգիտի ինչա ստացվելու, կամ ասենք ինչ-որ ասենք համակարգչով ինչ-որ process-ի սիմուլյացիա եմ անում, օրինակ եմ անում, դու պարզապես չգիտեմ ինչա ստացվելու արդյունքում, ու շատ հաճախ լինում է ինչ-որ անսպասելի բան է ստացվում։ Եթե ստացվում է դա հասկանալ, եթե պարզվում է, որ դա լավ բան է, այդ լավ է, եթե պարզվում է, որ ինչ-որ Այսինքն ձեր ոլորտում հաճախ այդպես ստացվում, ամեն ինչ տենց ակնհայտ ու Հա, անակնկալներ շատ են լինում, ասենց ասած, հա։ Իլինա, եթե քեզ հարցենք համագործակցությունների մասով, աշխատանքի կուլտուրան, համագործակցությունները, դուք եք թիմային աշխատանք անհատական, դու ինչ պատմես դրա մասին։ Ես պիտի ասեի, որ խթանվում է դա շատ, որովհետև նույնիսկ գրանտի դիմում, որ ներկայացնում ես, ինչքան շատ կազմակերպություններ ներգրաված լինեն, ինչքան շատ partner-ներ ունենաս, այնքան մեծ է հավանականությունը, որ կստանաս։ Իսկ երբ որ գալիս է Եվրոկոմիսիայից, հա, գրանտները, այնտեղ նույնիսկ նշված են, թե ուսումնասիրման աշխատանքները, case study-ները, որ առնվազն այսքան երկրում պիտի կատարվեն, 4-5 երկրում։ Հետևաբար բնականաբար այդ արդեն բերում է իր հետ, որ այդ հավանականություն բաներ, հա, մասնակիցներ պիտի ունենան։ Ու շատ երկրներ, ընդ որում իրենք նույնիսկ նկատի ունեն, որ երկրներն էլ պիտի տարբեր հա աշխարհագրական դիրքերից լինեն, այսինքն ուղղակի այսպես ում որ լավ գիտես շրջապատում հարևան երկրներ չպիտի ներգրավեն, այսինքն պիտի լինի եւ հյուսից եւ հարավից Եվրոպայի եւ արևմուտքից եւ հարևելքից։ Այսինքն Ալեքսանդրի նման նախագծի մեջ շատ մարդիկ են մասնակցում, բայց օրինակ քո աշխատանքի մեջ դու ավելի անհատական աշխատանքի կողմնակից ես, թե միասին ես աշխատում խմբով։ Եթե հարցը լինի, բնականաբար անհատականի, որովհետև ավելի շատ ես կոնտրոլ ունեմ, այսինքն ես իմ աշխատանքը շատ լավ կառավարեմ, այնպես որ անակնկալներ չեն լինի, շատ ոնց որ դիլեյներ չեմ ունեն, այսինքն ես կառավարեմ ամեն ինչ, որ հստակ ամեն ինչ իր ժամանակին կվերջանա, բայց երբ որ ինչ որ մի չափով կախված ես մեկ երրորդ անձից, ուզես չուզես պիտի նստես սպասես մինչև ինքը եթե պիտի անելիքը ինչ որ ձևավորվի կամ հա իր արածի շարունակությունը լինի կամ այդ պիտի input լինի որ դու կարողանաս շարունակել
բնականաբար այդ process-ները շատ ավելի բարդ է, այդտեղ հենց շեշտը դրվում է նաև, որ կարողանաս ճկուն լինել, որ կարողանաս մոտիվացնել։ Ես մի հատ նախագիծ ունեի, աշխատում էի մի հատ շվեդ կար, որ ինձանից մեծ էր, տարիքով ծնողներիս հասակին էր, բայց ինչ-որ շատ թիմիդ մարդ է, շատ վախկոտ բան կար մեջ, ինքը շատ լավ անում էր իր աշխատանքը, բայց իրան միշտ պետք էր մոտիվացնել ու այդ եվրոպական կոմիսիայից եկող բաները մենք ունենք նաև միջանկյալ ու վերջնական ռեպորտներ, որովհետև այդ նախագծերը ունեն նաև project officer, որը որ նշանակված է կոմիսիայից, ու միջանկյալ ու վերջնական պիտի այդ արդյունքները ներկայացնես։ Ու այդ ժամանակ, որ այդ մարդը մեզ այցելել էր Ստոկհոլմ, որ մենք պետք է այդ բանը, հա, պրեզենտացիաներ անեինք, ցույց տային, ինքը շատ վախենում էր։ Ու այդ վախը իր մեջ բերում էր կոնֆլիկտների, որ սկսում էր ինչ-որ այս բան, հա, թիմային աշխատակցին կամ թակ անել, հարցակվել ոնց որ այս դու չարեցիր, այն դու չարեցիր, այս գուցե լավ չեն կարել ու այսպես պիտի հատուկ դեր ունենայի ու այդ մասը ես էի կառավարում, այդ ոնց որ թիմ լիդերը ես էի, պիտի մի հատ իրան հանգստացնեի, հասկացեի, որ ինչ որ արել ենք շատ լավ է, դու վախենալու բան չկա, այդպեսի ոնց մարդիկ այդ ստրեսային հատվածներում տարբեր որակներ ու բնավորության գծեր են առաջանում, որ պիտի կարողանաս յուրաքանչյուրին ինչ պետք է, թիմային աշխատանքը կոնկրետ հա, այսինքն մենակ չի գալիս մարդու գիտելիքներից կամ այդ հա խելացիության ոնց որ հմտություններից, նաև բնավորությունն է այդտեղ երևում, որովհետև ժամանակներ կան, որ շատ ստրեսոտ է, որովհետև ժամանակին պիտի հասցնես կամ ասենք թե պիտի ներկայացնես, որ շատ լուրջ է, կընդունեն թե չեն ընդունի։ Ու մարդկա բնավորության գծերը առաջ գալիս, որ խանգարում է կամ պիտի կարողանաս բոլորին ոնց որ աշխատես։ Այդ թիմայինը պահանջվում է, բայց ոչ միշտ է։ Իրեն մի հարց ունի։ Ալեքսանդրը ասեց, իր աշխատանքի արդյունքը հիմնականում հոդվածներն են, հոդվածները տպագրվում։ Ձեզ մոտ աշխատանքի արդյունքը ինչ տեսքով է լինում։ Առաջարկելով լուծումներ, օրինակ ենթադրենք նախագիծ ունեինք, որ ինքը պիտի կառուցեր իր մեջ նոր տեխնոլոգիա, կարծեմ գիտեք բոլորդ էլ, որ շվեդյան ու այս երկրները իրենք ունեն նաև շատ district heating system, հա, այդ կենտրոնական ջեռուցում, այո, ու կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք որ արտադրում են նույն վառելիքը ստանում են ու իրենք արտադրում են երկու արտադրանք, էլեկտրաէներգիան ու հիտը, հա, ջերմությունը միաժամանակ բան է անում։ Մի նախագծի շրջանակում մենք պիտի նոր մոդել ստեղծենք այդպիսի տեխնոլոգիայի, որը որ տարբեր տեսակի վառելիքներ էր ստանում ու վառելիքներից մեկը ջրածինն էր ու միևնույն ժամանակ տարբեր տեսակի արտադրություն ուներ։ Ինքը կարող է բիոմաս ստանար, բիոմասը ոնց կարելի է թարգմանել։ Բիոմասը էլ կասում են, բիոզանգված։ Բիոզանգված, հա, վառելիք որպես ու ինքը կարող էր արտադրել օրինակ էլեկտրաէներգիա եւ ջրածին կամ էլեկտրաէներգիա եւ ջերմություն։ Դա արդյունքը դա էր, այսինքն դուք նկարագրում եք այդ ամեն ինչը, փաստաթղթի ձևով հանձնում եք։ Դա բնականաբար պրոյեկտը, որ գրանտը ստացել էր, այդ ժամանակ այդ էր արվել, որ արդյունքում մենք փորձում ենք ձևավորել այսպիսի product, հա, product-ը հենց այդ տեխնոլոգիան է, որ պիտի հետագայում իսկ իմ դերը այդտեղ այդ product-ը որպես էլեկտրաէներգիա կամ ջրածին կամ ջերմություն արտադրող նոր տեխնոլոգիա ընդգրկել ամբողջ շվեդական համակարգում ու տեսնել, թե ինքը դրական ազդեցություն է ունենում, թե բացասական, կամ ինքը ինչքան կարող է նաև այդ անորոշ էլեկտրաէներգիայի աղբյուրներին ոնց որ կոմպենսացնել եւ այլն եւ այլն։ Ու դրա պատասխանը գտնում են մոդելավորման միջոցով։ Այո, բայց ունենք այնպիսի partner, հա, գործընկեր, շնորհակալություն, որ իրենք հենց մասնագիտացած են, իրանք ընդհանրապես էլեկտրաէներգիայի հետ գործ չունեն, իրենք մասնագիտացած են հետ այդ power plant-ը, բանը, հա, զարգացնելու, սարքելու իրանք ֆիզիկներ էին, որը որ այդ ֆիզիկական process-ների արդյունքում թե ոնց պիտի այդ աշխատեր։ Այսինքն դա մեկն էր։ Մենք ունենք, այսինքն տարբեր կարող է լինի։ Տարբեր մասեր են դες կապ։ Այո, կամ կարող է այնպիսի նախագիծ լինել, որ հենց մոդելը digital twin է կոչվում, այսինքն ինչպիսին որ process-ը իրականում աշխատում է, որ դու կարողանաս մոդելավորես, կոդավորես կապտրում, որ այդ ինչ որ իրականում process-ները կատարում են, դու տեսնես, հենց կարողանաս հետևել
ու ավելի լավ գաղափար ունենաս կամ այդտեղից ոնց որ խաղես են կարևոր բաները, ինչի վրա պիտի աշխատես, որ հետո խնդիրների չհանդիպես։ Պարզ է։ Լավ, մի խոսքով շատ լուրջ գործ եք անում երկուսդ էլ, բարդ մասնագիտություններով, ինչպես հասկանում եմ, շատ սիրում եք ձեր աշխատանքը։ Հիմա մի հատ sense ուրիշ հարց եմ տալիս։ Ինչ չեք սիրում ձեր աշխատանքում։ Ես չեմ սիրում նախ այդ ամեն մի փաթեթի մեջ, նույնիսկ իմ աշխատանքը իմ բանն է, հա, երբ որ կիրառական է, որ արդեն շահել ենք, պիտի նստենք, մոդելավորենք, աշխատենք, բայց նաև ունենալ գաղափարներ ու գրել այդ առաջարկներ, որը որ պիտի բան արվի, հա, ուղարկվի թե կոմիսիա, թե այստեղի գրանտներին, տեսնենք կշահի, թե չի շահի։ Ու այդ ամբողջ իդեան գրելը հրաշալի է, բայց այնտեղ կա նաև բյուջետի հաշվարկ կամ պիտի նկատի ունենա, այսինքն դա լուրջ է ու պիտի կապ չունի, քո մասնագիտություն չէ, բայց պիտի անես դա ու ձանձրալի աշխատանք է դա, կամ պիտի ունենաս լեգալ կողմնորոշում, այսինքն իրավաբանական, հա, ես իրավաբան չեմ ու շատ ինձ համար էլի ձանձրալի է, որ ես պիտի ինչ-որ չափով հասկանամ, որ մեծ սխալներ չանեմ, որովհետև Այսինքն գրանտերին դիմելուց ֆինանսական եւ իրավաբանական մասը չես սիրում դրացնել։ Այո, դրանք չեմ սիրում բնականաբար ու դա իմ մասնագիտությունը չէ։ Դա ձանձրալի մասն է, որ ուզես չուզես պիտի անես, որովհետև փաթեթով գալիս է։ Իսկ դու Ալեքսանդր, դու ինչ չես սիրում քո գործի մեջ։ Իրականում այդ գրանտների մասով ես համաձայն եմ, որ մեզ էլ է պետք գրանտների դիմել ու այդ process-ը բավականին շատ ժամանակ է տարա ու դրա փոքր մասն է հենց գիտության հետ հետաքրքիր մասերի հետ կապված, մեծ մասը այդքան էլ հետաքրքիր չի։ Նաև երևի կասեի չեմ սիրում, որ այդ մի քիչ որ անկանխատեսելի ու երկար ճանապարհ է, որ պետք է դրանով անցնել, որ հասնել, ասենք, չգիտեմ, համալսարանում աշխատելու համար։ Ու մի քիչ շատ դեպքերում նաև կարա բախտը օրինակ մի քիչ դեր ունենա, այսինքն ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը, այնպեսի թեմայով զբաղելը, որը այդ պահին պահանջված է։ կենտրոնում է։ Հա, ուշադրության կենտրոնում է, դա տենց հաճախ է լինում, այսինքն մի քիչ անկանխատեսելիությունները շատ են, ռիսկերը ոնց որ մեծ են։ Նկատվեց գրանտներ գրելու process-ում, թե Գրանտներ գրելու կամ ասենք չեմ ինչ որտեղ աշխատանքի ընդունվելու համար, որ այդ պահին եթե ինչ որ թեմա, քո թեման պահանջված լինի, շանսերը մեծ են։ Եթե այդ պահին ուրիշ թեմա պահանջված լինի, փոքր են օրինակի համար։ Հա, մեկ լինում է, համ ասենք ինչ որ բանի վրա աշխատում ես ու երկար ժամանակ առաջ չի գնում, առաջ տեղից չի շարժվում պրոյեկտը, դա էլ կարող է մի քիչ ճնշող լինի, հա, որտեվ ըստ էության մի քիչ ազատությունը, հա, իդեպ շատ սիրում եմ, որ ազատություն կա մեր բնակավարում, որտեղ ան մեկը ոնց որ ինքը ազատ է որոշել ինչի վրա աշխատի, ոնց իր ժամանակը բաշխի, բայց միաժամանակ այդ ազատությունը բերում է նաև դրան, որ հա եթե ինչ-որ բան չի ստացվում, կարաս մի քիչ սկսես անհանգստանալ։ Ճիշտ եմ, ճիշտ բան անում, ճիշտ չեմ անում, ուղղակի չի անդադ մտածում, չի կարող անջատել։ Ու դա պետք է հարցնի։ Արդյոք կարողանում ես ազատ ժամանակ ունենալ այդ քո մտքերից ազատվել։ Ինչպես ես օրինակ ազատ ժամանակդ կառավարում, մտքերդ ինչ-որ ձևով հանգստացնում, որպեսզի չմտածես քո հետազոտության մասին։ Հա, լավ հարց է։ Իրականում տարբեր մեթոդներ կան։ Ես էլ եմ Ելենան, որ ասում էր դաշնամուրի մասին, ես էլ դաշնամուր սիրում նվագել, այստեղ ունեմ մոտս, ու դա օգնում է։ Այդտեղ նույնիսկ Շվեդիայում դաշնամուր ունես տանը։ Հա, այդ իրականում Համբուրգում ունի այդ դաշնամուրը, ինքը փոքր համեմատաբար, իսկական դաշնամուր չի, թվային դաշնամուրը, ու տենց post-ով որ եկա, որ ես եկա Ստոկհոլմ, post-ով իրան ուղարկեցի։ Ինքն ուսես, թե դաշնամուրի։ Դպրոց եմ ավարտել, հա։ Ու ինչ ես նվագում հաճախ։ Դասական, ամեն ինչ, դե հիմնականում դասական եմ նվագում, բայց տարբեր ժանրեր եմ նվագում։ Իմիջիայլոց էլ այդ որ ձեր զրույցներից մեկում Դավիթը մեր իմպրովիզացիաները անում, այդ տենց բաներ եմ սիրում անել, իմպրովիզացիաներ, ինչ որ ձայնագրում եմ։ Հաստատ համերգ են կազմակերպելու։ Աղջիկները ասում են տղաները նվագել իրենց իմպրովիզացիան։ Կարելի։ Աստորեն դու ես արվեստի մարդ, Ելենային մն ազատ ժամանակ սիրում ես նվագել, ստեղծագործել։ Հա, ես էլ ունեմ սեր տենց բաների նկատմամբ, շատ հարազատ է ինձ, հա։ Այ որ հոգնած գալիս ես տուն, ուզում ես գլուխդ հանգստանա, ինչ ես անում, հենց դաշնամուրի մոտ ես գնում։ Չէ, ամեն օր չէ իհարկե, շատ դեպքերում ուղղակի հենց դա էլ անում եմ ինչ որ, այսինքն ոչի բան չեմ անում։
մարզվելն էլ է մեկ-մեկ օգնում ոնց որ ուշադրությունը շեղելու, բավական լավ միջոց է ու համ էլ քանի որ ոնց որ այդքան շարժունակ չի իմ դեպս ապրելակերպը, ոնց որ ինձ թվում է դա կարևոր է բավականին։ Ինչ մարզաձև ես գերադասում։ Ես ընդհանրապես բաց եմ ցանկացած մարզաձևեր սովորելու ու զբաղվելու համար։ Ձմեռը դահոկները սիրում, Շվեդիայում ոնց որ դրա հնարավորությունները կա բավականին շատ։ Ոչ բոլոր հայերն են դահոկ քշում, դա բավականին յուրօրինակ է։ Կեցես պետք է ասել։ Դա այդքան լավ չեմ քշում, բայց ոնց որ սովորում եմ։ Ամառը դե տարբեր ավելի շատ հնարավորություններ կա outdoor, այսինքն դուրս բացօթյա սպորտաձևերի ու համ էլ շատ սիրում եմ, որ Շվեդիայում այդ մշակույթը կա ընդհանրապես համ մարզասրահների շատ են քաղաքում, համ էլ կա բացօթյա, այսպես ասած, մարզասրահներ, որտեղ կարելի է ընդհանրապես օրվա վերջում մի քիչ մարզվել, հա, այնտենց օրինակ գոլեգաների հետ մեկ-մեկ նույնիսկ կամ ինքս մարզասրահ կարող եմ։ Խոհանոցի հետ ինչպես է, ասած ժամանակում խոհանոցում չես անցկացնում։ Չէ, դեմ խոհանոցում բնականաբար անցկացնում եմ ժամանակ, բայց աշխատում եմ շատ ժամանակ չանցկացնել, որտեղ իմ մոտ ժամանակի կորստը Չէ, ուղղակի դանդաղ է ստացվում ճաշ սարքելը մի քիչ, դրա համար պարզ ճաշեր եմ հիմնականում սարքում, բայց տոլմա տենց բաներ կարող եմ սարքել։ Այ պետք է մի օր փորձենք։ Ամեն կարող է ճաշ սարքելը կոսմոսի տեսանկյունից որ նայում ես, կարծում ես շատ չնչին աշխատանքը չարժե դրանով զբաղվել, գերադասում ես։ Չնչին է, բայց դե չնչին, բայց անհրաժեշտ։ Չնչին, բայց անհրաժեշտ։ Հա։ Մի խոսքով արվեստով էլ ես զբաղվում, սպորտով էլ։ Երևի իսկ դու ինչպես ես անցկացնում քո ազատ ժամանակը։ Հա, ազատ ժամանակը գուցե հենց դա էլ են հոբիներից մեկը ու նաև թե ինչն է անհրաժեշտ, երբ որ ծանրաբեռնված ես լինում կամ մի բան այն չի գնում կամ բարդ է հասկանալու մյուս թիմի աշխատակիցներին։ Հետո հետաքրքիր է, մի բան էլ եմ ուզում ասեմ, որ երբ որ դրսում ապրում ես ու ինքդ ես ոնց որ ամեն ինչ, հա, ընտանիքից հեռու կամ այն որ ամեն ինչը ընտանիքում շատ բան հենց այդպես արված է ու կամ այնպեսի տակուկ անկյուն է, որ դու միշտ լավ ես զգում, ինչքան ուզում ես վատ լինի դրսում։ Հետո որ ուրիշ երկիր ես գնում, որ շատ բաներ տարբեր են, ուրիշ մշակույթ է եւ այլն, այնտեղ հասկանում ես, քեզ բացահայտում ես։ Ինձ բացահայտելու մի բանը հենց այն էր, որ ես հասկացա, որ հենց շատ է ստրեսը կամ ինչ որ մի բան այն չի գնում, որ ակնկալում էի, իմ մեջ ցանկություն առաջանում երգելու տանը։ Հետաքրքիր չենք տեսել։ Հաջան։ Ես չենք տեսել երգելուց, ասմունք էլ գիտեի, բայց երգի։ Չէ, ես երգել եմ, ոնց որ երբ որ փոքր էի։ Հետո ես հասկացա, որ դա հենց այնպես չի գալիս, երբ որ այնպեսի պահեր են գալիս, որ ես դրա կարիքը շատ եմ զգում, ուրեմն արդեն դա ինձ համար սիգնալ է, որ մի բան երևի այն չի բեքգրաունդում, որ ես դեռ չեմ դրան լուրջ վերաբերվում։ Այսինքն, բայց որ ամեն ինչ հարթում, ամեն ինչ լավանում, որ ես հասկանում եմ, որ այդքան պահանջը չեմ զգում տանը երգելու։ Այսինքն, դրսևորումներից մեկն է, գուցե դա է, որ գալիս է օգնելու, որ բալանսավորի, մեկն էլ ես սիրում եմ արշավելը, իսկ այստեղ էլի գտնում եմ, որ իհարկե սարի արշավն եմ ես ավելի շատ սիրում, լեռնագնացությունները եւ այլն, բայց այստեղ այդ հնարավորություն չկա, բայց այստեղ անտառները շատ է։ Ու բարեբախտաբար հիմա ես ապրում եմ իմ կողքին, հա, 7 րոպե է կարծեմ իմ տնից, որ շատ տարբեր երկարության ու բարդության բաներ կա, փասեր կա, հա, քայլելու, որ գործից հետո դա հրաշալի լիցքաթափման, հա, այդպես տարբերակ է ինձ համար։ Ես գիտեմ, իսկ դու շատ ես քայլում, ու մենք միասին մրցել ենք քայլելու մեջ, երևնային անհնար հաղթել։ Մոտ 30 աղջիկներով քայլքի մրցույթ էր, թեորիական ով ինչքան քայլի, Ելենայի դեմ խաղ չկար։ Ինքը իրոք այդ գործում առաջատար է։ Նաև տանում է դեպի բնություն։ Ես գյուղում եմ մեծացել, ես բնությունը իմ մեջ կրում եմ ու դրա քաղցը միշտ զգում եմ։ Էլի հրաշալի է, որ Ստոկհոլմը էլի կապ չունի, որտեղ ես ապրում, շատ արագ դուրս ես գալիս դեպի բնություն, ու դա ինձ ապահովում է նաև բնության հետ կապը, էլի բալանսավորում է ինձ։ Ես միշտ եմ ասում, սպորտզալ, ես էլի ձմռանը գնում եմ սպորտ սրահներ, որովհետև միակ տարբերակը ոնց որ դա է մնում, ես միշտ վերադառնամ հոգնած, անում եմ անելու համար, դա կապ չունի ինչքան բարդ է իմ անցած ճանապարհը,
բնության մեջ։ Ես վերադառնում եմ էներգիայով լեցուն։ Լիցքավորված։ Լրիվ համաձայն եմ Կարող դրան։ է ֆիզիկապես հոգնած լինեն, բայց էությամբ ես ամբողջովին լիցքավորված եմ, որը որ մարդկա տարբեր է դա, հենց սպորտ սրահներից է, պիսի էներգիա ստանում։ Իսկ ինձ մոտ այդպես չէ, ես բնությունից Բնությանը փոխարինող չկա, լրիվ համաձայն եմ։ Դե հիշեցի ես արշավները շատ եմ սիրում։ Ջուրը Հայաստան սիրում, հաճախ եի արշավ են գնում, կազմակերպելու պետք է երկու մեկ- բարով։ հա, հրաշալի է։ Հա դրանից լավ է, որ հենց այդպեսի մի հատ խումբ կար արշավական, գուցե Այստեղ Ալեքսանդրն չէ, Հայաստանում, Հայաստանում շատ որ հենց իրենք կրում էին իրենց մեջ, հենց ամեն սարի գագաթին մենք պիտի բան անենք, մի հատ հայկական շուշ պար պարեինք, դե գնալ գալնել էլի երկու բարով էր, շատ հրաշալի էին իրենք, ես իրենց շատ միանում էի դրա համար, այդ հնարավոր Միգուցե հենց պրոֆարմի այդպիսի նախագիծ անենք։ Ալեքսանդրի հետ նախազրույցում քննարկում ենք, թե ինչ կարելի է անել, որ միասին մեկ անգամ էլ հավաքվենք, ինչ որ Բայց կարծում եմ, այս ամռանը հենց այդպիսի հնարավորություն հրաշալի է, որովհետև բնությունը թույլ է տալիս։ Ու ես սիրում եմ, երբ որ արշավների վերջում էլ այդպես խարույկի շուրջ բոլորը նստած, մեկը, չգիտեմ։ Այստեղ Շվեդիայի խնդիրն է, որ եղանակը անկանխատեսելի է։ Ասենք պլանավորում ես այսօր գնաս ու հանկարծ վատ եղանակ է լինում, չգիտես։ Սովորաբար մայիսը կայուն է լինում, ես սիրում եմ մայիս-հունիսը։ Շատ մարդիկ բողոքում են հուլիսից, բայց երբեք ես այստեղ չեմ, չգիտեմ։ Չի, Ես ամառը իրոք անցած հրաշք։ բավականին ստաբիլ արևոտ էր ինձ թվաց, ես տեղի անցած ամառը Հա, բայց անցած ամառը բացառիկ երևույթ էր, պիտի ասեմ, դու հա, բախտավոր ես եղել։ Ալեքսանդր, այդ Այս միտք ունի։ ամառն էլ է ոնց որ խոստումնալից, չգիտեմ, դեռևս եղանակը շատ չեն կարող բողոքել։ Չէ, իսկապես եղանակը տաքանում է, հաճելի է լինում։ Ալեքսանդրը միտք ուներ պրոֆարմի հետ կապված, ինչ կարելի է անել, ինչ միջոցառում, ինչ որ առաջարկ ուներ իր հետ կապված։ Հա, իդեպ մոռացա որ հարցեցիք ինչ սպորտաձև եմ զբաղվում, մոռացա մի սպորտաձև, որը իմ համար ոնց որ Շվեդիայում էր հիմնականում բացահայտում, բադմինտոնը, նո ես Հայաստանում եմ բնականաբար բադմինտոն խաղում, բայց ստեղ այդ շատ հեշտ է կարելի կազմակերպել հենց բադմինտոնի սրահներ կան հատուկ դաշտեր եւ ցանց ու ինքը շատ ոնց որ մի կողմից բավական պատրաստվածություն չի պահանջում, բայց եղանակից էլ կախված չի։ Եղանակից կախված չի ու համ շարժունակ շատ տենց ուրախ անցնող սպորտաձև է։ Պրոֆարմցիներով հավաքվենք, բադմինտոն խաղանք, հետո էլ գնանք շուրջ բարի։ Կարծում եմ հնարավորություն կա, պետք է ինչ պլանավորենք։ Հա, բայց ընդհանրապես իհարկե ես շատ կողմ եմ այդ մտքին, որ ու իհարկե նոյեմբերյան հանդիպումը լավ էր, բայց կարճ էր ժամանակը շփվելու համար, ոնց որ կարելի է նույնիսկ պակաս ֆորմալ, բայց տենց ինչ որ Լրիվ համաձայն եմ ու մենք ենք մտածում ինչ որ մի այդպիսի բան կազմակերպենք մայիս-հունիսի ընթացքում, տեսնենք ինչ տեսք կստանան, բայց շատ շնորհակալ եմ առաջարկների համար։ Երևի արդեն կամած ամփոփենք ու վերջի հարցը, որ կուզենայի երկուսիդ էլ տամ, մի քիչ այսպես ռոմանտիկ հարց, ինչ երազանք ունեք։ Օրինակ Ալեքսանդր, դու ինչ երազանք ունես։ Ну, քիչ բարդ հարց է, իրական տենց երազանքներ երևի չունեմ, բայց ունեմ ինչ-որ ցանկություններ, օրինակ, հա, երևի կուզեի, որ Ну, իմ ցանկությունը կապված է ընդհանրապես գիտության հետ Հայաստանում, կուզեի, որ ինքը ավելի մրցունակ դառնար ու ավելի համագործակցային միջազգային մասշտաբով, այնց որ ну, կոպիտ ասած Հայաստանում երիտասարդները ինչքան ճամփորդեն, բայց համ էլ կարողանան Հայաստանում իրենց ոնց որ այսինքն մեր պոտենցիալը ստիպված պոտենցիալը չուներ դուրս գնալ։ հա, պոտենցիալը իրենց դրսևորեն Հայաստանում ու ոնց որ հաճույք ստանան դրանից։ Աստված տա, որ այդ օրը գա իսկապես շատ երանելի լիներ։ Երևի այսքանով սահմանափակվենք։ Հետաքրքիր զրույց դարձավ, ինձ համար էլ շատ ինֆորմատիվ, շատ նոր բաներ սովորեցի ձեզանից։ Ու կարծում եմ հարցազրույցների ամբողջ հետաքրքրությունը դրանում է, որ իրարից սովորենք, իրար ճանաչենք ու կարծում եմ նպատակին ծառայում է։ Համենայն դեպս իմ եւ մտահերիզոնը եւ մարդիկ, որոնց ճանաչում եմ, ոգևորում են ինձ, շատ տանում եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ մասնակցելու եւ մեզ հանուն ժամանակ գտնելու համար։